Շատ լավ։ Աղոթքով սկսենք։ Աղոթենք։ Եգնորար շնորհակալ ենք ով դեր այս երեկոյան համար, ով դեր խնդրում ենք, որ մեր մտքերը խաղաղեցնես, մեր մտքերը կենտրոնացնես, օգնես, որ քո վրա լինի մեր ամեն մտածումը, քո խոսքի վրա, ով դեր շնորհակալ ենք դեր թանկագին արիթա, որ եղբայրներով քույրերով անգամ եւս քո ներկայության մեջ ենք։ Հավատում ենք, որ դու ներկա ես, օգնիր մեզ, ինչ որն ենք խոսքիցդ, որ այսօր սովորենք, անգամ եւս դեր կիրառենք մեր կյանքերում։ Հիսուսյանով խնդրում ենք քո բարքի համար, ամեն։ Շատ լավ, ուրեմն մեկ թագավորների 7-րդ գլուխը այսօր ուսումնասիրում ենք, մեկ թագավորների 7-րդ գլուխը։ Խնդրում ենք, այո, եւ որ on-line մեր ներկաներից կան, նրանց միկրոֆոնը փակեն, մինչև որ իհարկե եւ որ հարց ունեն սիրով միասին գարան միանալ։ Էլի շնորհակալ ենք բոլորից, թե ներկաներից այստեղ, թե on-line եւ Անաքրոջս Արթուր եղբորսա շնորհակալություն անգամ եւս մեզ հյուրասիրելու համար։ Ուրեմն այնտեղը հասել ենք, այնտեղ միացող կա, մի հատ կաբույդը այո, եւ ահա, շատ լավ։ Ուրեմն հիշում ենք, որ Իսրայելի ժողովուրդը պղշտացիների թեմ նրանք բادرազմի ենթակա էին, մենք սրա մասին գարտացինք 4-րդ գլխի մեջ։ Եվ 5-րդ գլխի սկիզբը տեսանք այնտեղ 5-րդ գլխում, որ Աստծո ուխտի դաբանագը ուրեմն Դագոնի տաճարը տարվեց եւ Տերը, ինչպես հիշում ենք 5-րդ եւ 6-րդ գլխներից, Իսրայելի ժողովրդի համար չէ, հաբա իր անվան փառքի համար պղշտացիների թեմ ինք հաղթանակ տարավ, որբեսի ցուցաբերե, որ ինք ճշմարիտ Աստված է միան, եւ ոչ թե պղշտացիների այդ սուտ աստվածները Դագոնից սկսյալ, իբր նրանց գլխավոր աստվածը։ Եվ մենք հիշում ենք 19 համարից, եթե մի հատ կարդամ 6-րդ գլխի իբր թարմացում, որտեղ ինչու այդ թեման արդեն շարունակվում է 7-րդ գլխում։ Եվ դերը հարվածեց Փեսամյուսի մարդկանց 6:19-ում, որովհետև նրանք նայեցին Տիրոջ տաբանագի ներսը, ժողովրդից 50,000 70 մարդ սպանեց, եւ ժողովուրդը սքի մեջ էր, քանի որ դերը մեծ կոտորած արեց ժողովրդի մեջ։ Եվ Փեսամյուսի մարդիկ ասացին. ով կարող է կանգնել այս սուրբ Աստծու Տիրոջ առաջ։ Եվ ում մոտ պիտի գնա մեր մոտից։ Աբա Գարիաթարիմի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեցին, որ ասեն. Պղշտացիները Տիրոջ տաբանագը ետ են բերել, իջեք եւ այն տարեք, վեր բարձրացրեք մեզ մոտ։ Ուրեմն ճիշտ այնտեղ ասացենք, եւ Գարիաթարիմի մարդիկ գնացին ու Տիրոջ տաբանագը վեր բարձրացրին։ Հիմա սա մեր նորմասն է, ինչպես ունենք հարցարանում։ Ուրեմն եկան այդ մարդիկը, Գարիաթարիմի մարդիկը, նրանք գնացին Տիրոջ տաբանագը վեր բարձրացրին եւ բերեցին Աբինադաբի դուն, որը բլրի վրա էր, եւ նրա որդուն Եղիազարին սրբակորձեցին, որ բահբանի Տիրոջ տաբանակը։ Հիմա առաջին հարցը սրա հետ կապ ունեցող Գարիաթարիմի բնակիչները Աբինադաբի որդի Եղիազարին սրբակորձեցին Տիրոջ տաբանակի ծառայության համար։ Այսինքն, երբ սրբակորձեցին, ասում ենք, ոնց որ նրանք օձեցին այդ ծառայության համար։ Հարցը հետևյալն է, արդյոք նրանց թույլատրվում էր դա անել։ Հիմա եթե հա ասենք ինչու, ոչ ասենք ինչու։ Հա, այո, կանաների ծառայությունը, այո, բայց հիմա ուրգից օրինակ կարանք գիտնալ, որ նրանք սխալը արեցին, այսինքն նրանց թույլատվություն չէր տրված, որ սա անեն։ Ինչու, որովհետև կարող է, որ նրանք գիտնալով Աստծո օրենքը, իրենք կարող են մարդիկ ունենալ, որոնք ղևտացիներից են, եւ նրանք այդ ծառայության մեջ ներգրավեն, եւ այս անձը հիմա Եղիազարը օրինակ նույնիսկ Ահարոնի սերունդից մենք տեսնում ենք այդ անձնավորություն, թե նույնը չէ այս բարակայում։ Բայց ասենք այո, Եղիազար անունը էլի ինքը ոնց որ մի անուն մներ, որ սովորական անուն էր, ասենք հрьяաների մոտ այնադեն, այսինքն այդպես չէր, որ Եզակի անուն էր առաջին անգամն էր այսպեսի անցումը Եղիազար անունով, եւ հավանական է, որ կարելի է, որ այո, այս Եղիազարը ինքը
Այսինքն այդ ղևդացիներու սերունդից էր եւ նրա համար էր որ իրեն օծեցին այդ ծառայությունը ունելու։ Հիմա ուրիշ բան պետք է նկատի առնենք որ այս հատվածում օրինակ դիրոջից այս արարքի առնչությամբ ո՞ը մի ցեվով բան չկա, ասենք դադավջիրը, բադիժը, ինչու որ ասված չի ասում որ դուք սխալ արեցիք, իմ ուխտիդաբանակը չի կարող ծեր ներգայության մեջ լինի։ Սա մի կողմը, հետո ուրիշ բան մնալ կա։ Մենք տեսնում ենք որ ինչ որ գարտացինք մի քիչ առաջ 6-րդ գլխի 19-ից 21 համարները ժողովուրդը արդեն նրանք վախենում էին Աստծո դատաստանից։ Նրա համար ինչ արեցին։ Գանչեցին Գարիաթարիմի մարդկանց ասելով որ եկեք դարեք այստեղից։ Դարեք այստեղից։ So հիմա կարող է որ այո, որ ինք այս Եղիազարը այդ ասենք ղևդացիներից էր գամալ ասված կարող է այս բարակայում բամը չասեց որոշ ժամանակի համար նրանք այդտեղ ունեին եւ այդ որոշ ժամանակը որովհետեւ մի քիչ հետ կտեսնում ենք որ երրորդ համարում արդեն երբ Սամուել Մարգարեի մասին պիտի խոսա այնտեղ արդեն իր ներկայությունով ինքը մի խոսքով վերահսկում է, այսինքն ղեկավարում է այդ բոլոր ծառայության ընթացքը այդ իր մոդեցումով իբր մարգարե, ոչ թե մեն իբր մարգարե եւ իբր քահանա։ Եվ տեսնենք նրա աշխատանքը, ինչպես ինքը իր քահանայության այդ գործնալ անումը։ Հետո հիշում եք դադավորած 21-25-ում ասում է որ այն ատեն ինչու որ դագավին սա դադավորների այդ շրջանումը թակավոր չկա դագավին։ Դադավորներ շրջանումը եւ դադավորած 21-25-ում ասում որ ամեն մարդ անում էր քանի որ թակավոր չկար ամեն մարդ անում էր իր աչքի լավ երևծածի համացայն so հնարավոր է որ այդպեսի բարակամնալ լինի այսինքն մի խոսքով այդպեսի բարակամնալ լինի որ ուր նրանք ուզեցին այդպես անել այդպես արեց հիմա անսական կապարով կարծում եմ որ գար ղևդացված այսինքն քահանաների ներկայությունից եւ նրանք այդպես արեցին ինչու որ այս մարդը առաջին համարում Եղիազարը որ նշված է նրա մասին ուրեմն ինքը ոնց որ Ահարոնի սերնդից Ղևի եւ այլն այդպեսով Ղևի Ահարոն եւ այլն այդպես սերնդից եկած էր so սա բարձրապես հարց էր որ Սուրբ Գիրքը իհարկե այս հատվածում հստակ պատասխան չի տալի բայց կարևորը որ մտորենք երբեմն այսպեսի ոնց որ հարցեր որ բաց են ցևով նկատի ունենալու ինչու որ կոնկրետորեն Սուրբ Գիրքը 100% պատասխան չի տալի բայց միևնույն ադեն որոշ կապարներ կան որ օքեյ կարող է որ այո ինք այդ Եղիազարը որ սրբակորձվեց ծառայության համար այդ սերունդից է եւ ես այդպես կարծում ինչու համար գարտացինք 6:19-ից 21-ը այնտեղ որ Աստծո բադիժը գար այդ ժողովրդի մեջ եւ այդ ժողովուրդը նրանք ասեցին այս Գարիաթարիմի մարդկանց որ դուք եկեք տարեք այստեղից ուրեմն հնարավոր է որ նրանք նկատի ունեին որ հա ղևդացի գա նրանց մոտ որ կարող է քահանայական այդ ծառայությունը անել օրինավոր ծավով Աստծո օրենքի համաձայն so այսքան Բայց ավիտ եղբայրան ուսումնասիրությունից որ նայում ենք ինչքան որ նայում եմ այսօր նայել եմ հիշողությունից եթե չի տվաշանում Պապանակը պաշտպանության եւ հսկողության եւ սրբագործման ծառայության պահպանման հետ պետք է որոշում լինի պաշտոնյաներից, այսինքն ղևտացների, քահանաների պաշտոնյաներից որոշում լինի, պաշտոնական որոշում էլի, բայց ղևտացի լինել, բայց բոլոր ղևտացիները, ասենք ոնց են ժամանակ, բոլորը ծառայում են Աստծուն, չէ, բայց բոլոր ղևտացիները չէին ղևտացի կոչվում։ Այսինքն ես ոնց նայում ղևտացի իրանք որ ասում են ղևտացի քահանայական ծառայության համար Ղևի սերնդից, այսինքն բոլորը ծառայում են Աստծո տարբեր ծառայությունների տաճարի։ Հիմա եթե ասում ենք ղևտացի, նշանակում է նրանք քահանաներ պիտի լինեին կամ պաշտոնյաներ լինեին։ Հիմա այս որոշումը որ կայացվեց Աբինադաբի որդի Եղիազարի պետք է որ ղևտացիներից լիներ ինքը։ Որոշումը ղևտացիներից լիներ։ Հա, բայց բարձրապես Գարիաթարիմ ասումը ասել չէ որ ոչ այն մարդիկ որ այդ քաղաքում են ասել չէ որ նրանց այդ մարդկանցից չեն որ ղևտացիներից ալ էին մեջը այսինքն այդ Գարիաթարիմի մարդկանցից ղևտացիներ կային որ նրանք են որ վերջ-վերջը օծեցին եթե աս Եղիազարը ղևտացիներից էր որովհետև ժողովուրդը չէր կարող այդ գործը անել հա Ղևի սերունդից էր հա բարձրապես ինքը քաղաքի մարդկանց անունը տված է բայց այդ քաղաքի մարդկանցից մասը կա որ
Ղևդացիներից է, որ նրանք են, որ վերջը այդ սրբակորձումը պիտի անեն։ Աբինադաբի որդի Եղիազարը, այո։ Կարծեմ կարող այլի որդիներ ուներ, եթե ուներ էլի որդիներ, նշանակում է ընտրվեց Եղիազարը, ընտրվեց Եղիազարը, որովհետև ելի ավելի պաշտեշտ, ավելի հավատքի մեջ մարդեր վստահելի եւ ժողովրդի մեջ Չգիտենք, այդ մասերը չի ասում ազո խոսք, այո։ Ասում է իրան վստահվեց, շեշտը որ շեշտում է իրան։ Սրբակորձվեց ասում է, որ իրեն այո։ Ուզում ասում հիմա այս հարցի պատասխանը, եթե նայենք հրյաների տեսանկյունից, Իսրայելի տեսանկյունից, պատասխանը կլինի, որ իրավունք չուներ։ Բայց եթե տվյալ իրավիճակից նայենք, որ տվեցին, որ նրա համար ասենք երկու տարբերակ կա։ Կամ ինքը ղևդացված այդ սերնդից էր եւ շիդակցով օծվելով այդ ծառայության մեջ ներկրավեց, կամ ալ որովհետեւ ինչպես դադավորների օրով որ դագավին դադավորների ժամանակաշրջանում ենք թակավոր չսկսեց դագավին։ Եվ որ սավուղ գա այնատեն թակավորների շրջանը սկսում է։ Ուրեմն Սամվել մարգարեն ինք մի խոսքով ոչ թե մի մարգարե էր, քաննա էր, ինքը դադավոր էր, վերջին դադավորն էր այդ առումով։ Ինչու որովհետև արդեն իսկ հիմա այս գլխի մեջ տեսնում ենք, որ ինքը Դադաստան անում է Իսրայելում։ Մինչև որ թակավորը եկավ, իհարկե անկի այդ դադավորների այդ ասենք շարքը այլևս չկա։ So գամ ուրեմն էլի այս մասը ամբողջացնելով, գամ նրանք բարձրապես իրենց գլխից մի բան արեցին, որ պետք չէ անեին, եւ դերը ողորմած գտնվեց, գամ ասական կապարով կարծում եմ, որ այո, Սուրբիկը չի ասում կոնկրետորեն, բայց կարծում եմ, որ այո, այս մարդը ղևդացիներից էր, այդ սերնդից էր, եւ նրա համար էր, որ այդ մարդիկը, որոնք այդ Բեցամյուսի մարդիկը ումի մասին գարտացինք 19 ամառում 6-րդ գլխի մեջ, երբ նրանք արդեն մեծ կորուստ ունեցան Տիրոջ տաբանագի երեսից, ատքան մարդ 50,000-ից ավելի մարդ մեռնելով, Տիրոջ պատիժը, որ իրենք իրավասությունը չունեին ներկրավելու այդ բանի հետ, դաբանագի հետ, ուխտի դաբանագի հետ, նրա համար իրենք մարդ ուղարկեցին, ասեցին, որ Կարիաթարիմի բնակիչներին, որ դուք եկեք վերցրեք այստեղից, ինչու որովհետև հնարավոր է, էլի, միայն հնարավոր է ասում ենք, ինչու Սուրբիկը չի ասում կոնկրետորեն, նրա համար ապահովաբար պետք է կարողանանք ոնց որ կառուցել պատմություն այնպիսի ձևով, որ չխաչացվենք Սուրբ գրքին, ընդունելով եւ խոստովանելով, որ այո, կարող է որ մեր հասկացողությունը դակավին կոնկրետ ազո խոսքի իմաստը չլինի։ Նրա համար է որ դուրը բաց սողում ենք։ So երբեմն այդպիսի մեկնաբանություններու արժև գարանք գտնվել եւ այստեղ կարծում եմ, որ այդպիսի մեկնաբանության առաջ ենք։ Կարող է որ իրենք սխալ արեցին, կարող է որ շիդակ արեցին եւ այդ Կարիաթարիմի մարդկանց միջից Եվդացիներ կային, որոնք իրենք էին, որ վերջի սրբակորձին, երբ ասում է, որ այդ քաղաքի, ասենք, բնակիչները կամ մարդիկը Կարիաթարիմի, ուրեմն նրանցից ղևդացիներ լինելով սրբակորձեցին այս Եղիազարին, որպեսզի բաբանի Տիրոջ տաբանագը։ Եվ երկրորդ համար տաբանագը Կարիաթարիմ բերած օրից հետո շատ օրեր անցան, ասում է 20 տարի։ Ուրեմն հետո Իսրայելի ամբողջ դունը հարաճեց ասումը Տիրոջ ետևից։ Հարաճեց Տիրոջ ետևից, այսինքն միևնույն adrenաս հարաճեց տերմինը գարա ողբած Տիրոջ ետևից ասելով։ Ինչու որովհետև նրանք արդեն ծանրաբերված էին իրենց մեղքերով։ Եվ իրենց մեղքերը մի քիչ հետ կտեսնում ենք ինչ էին, որ դակավին օդար ասվածներ արտոնություն տալիս էին, որ նրանց մեջ լինեն։ Պատկերացրեք, երբեմն մենք հավատացյալներս Աստծո օրհնությունները տեսնում ենք։ Մենք հավատացյալներս տեսնում ենք Աստծո ողորմությունը մեր կյանքերում, տեսնում ենք Աստված ինչպես գործում է մեր կյանքերում եւ դակավին ուրիշ աստվածներ ունենք մեր կյանքերում։ Իդոլներ, idols։ Իդոլները նրանք են բաներ են, ասենք, նրանք ասելով բաներ են, որոնք Աստծո տեղը մեր կյանքերում մենք թողնում ենք, որ Աստծո տեղը առնեն։ Եվ անկան Աստծո բարությունը տեսնելու հետ կը դակավին մենք հագամետ ենք, որ մարդկանց այսինքն այնտեղ չէ ներքևը, այո, այո, եւ անկան Աստծո բարությունը տեսնելու հետ կդակավին հագամետ ենք, որ մարդկանց նման դարբեր մեղքերի մեջ ներկրավենք, ինչ որ Աստծո ագարակը եւ այստեղ արդեն մի քիչ հետ կտեսնում ենք, որ Սամվել մարգարեն ինք պիտի շեշտադրումը նրա վրա պիտի լինի, որ օդար գուրքերից սրբազատվեք,
երկրորդ հարցը արդյոք դիրոջ հետևից եղած առաջանքը ամբողջ սրտով է երկրորդ համարի առնչությամբ այո կամ ոչ եւ ինչու Ստում այո, որովհետև 7-ի 4-ում ցույց է տալիս հետևանք է դրա։ Հիմա սա Արտուր եղբայրս համաձայն եմ այդ, բայց սա Սամուել Մարկարեի R30-ից ետքն է։ Հիմա անձնական կապարով ինչու նա է։ Երկրորդ համարին ասում է ամբողջ Իսրայելի դուն հառաչեց կամ ողբաց Տիրոջ հետևից։ Այդ ժամանակ Սամվելը խոսեց Իսրայելի ամբողջ դան հետ եւ ասաց. Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի դերը, եթե ապա հեռացրեք օդար ասվածներին եւ աստարովտին։ Այսինքն մի խոսքով ցանկությունը կա, բայց տակավին չեն ըրած։ Արեցին, այսինքն այդ պահից խոսալուց հետո արվեստ է։ Հա, այո, բայց հիմա ներկա վիճակում խառը վիճակ է տակավին։ Ուզում են Դիրոջ հետևից ոնց որ հառաչում են, հա, պատրաստ են, բայց տակավին չեն արած։ Հա, այդ տեսանկյունից պատրաստությունը կա եւ Սամվել նրանց չի Ես դրա համար 7-ի 4-ում հասկանում եմ, որ հա, պատրաստ են։ այո, պատրաստ էին եւ ինչու որովհետեւ 7-ը 4-ում արդեն Իսրայելի որդիները հերացրին Փահաղիմին եւ Աստարովտին, մեկը տղա, մեկը, ասենք թե արու, մեկը եկ, ասենք չասվածներ են եւ միայն Տիրոջ ծառայեցին։ Ուրեմն նրանք արդեն նշмарեցին երկրորդ համար, ինչու որովհետեւ պատկերացրեք 4-րդ գլխից, 5-րդ գլխից, 6-րդ գլխից արդեն իրենց խնդիրները բաղեստինցիների հետ ինչ դժվարություններ ունեցան եւ Աստված շատ անգամ մեզ գթողնե որ այդպեսի դժվար բարակաները անցնենք որովհետեւ արժեքավորենք Տիրոջ ներկայությունը մեր կյանքերում շատ անգամ մենք երբ ամեն բան լավ է ոնց որ մոռանում ենք որ Աստված կա եւ Աստված ով է մեր կյանքերում եւ մեզ համար եւ ոչ թե մեզ համար իսկականության մեջ իրողության մեջ Աստված ով է եւ երբ այսպես բժշտացիների ցերկը ընկնում ենք դժվարությունների առջև ցախողություններ ունենք դժնամին մեզ հաղթում է մեր վրայով նեղություն տալիս է մեզ հետո վերջո անդրադառնում ենք եւ իհարկե պետք ունենք այսպիսի ազդոցարաների որ մեզ հիշացնեն այո նրանք հառաչեցին բայց հառաչելը Արտուր եղբայրյան բարձրապես ասեմ սա որ սա չի նշանակում որ իրենք 100%-ով արդեն ընդունեցին Վարամ եղբայրս մի հատ եւս կա ներքևում այո սա չի նշանակում որ իրենք առաջինը սա հասկանանք առաջել ինչ է նշանակում աղակել աստուն զղջալ սա գա մեջը մի քիչ հետ կա բայց հառաչել ասեց չասուց նրանք զղջում են հառաչանք ինչ է դեր զղջումի on չեն ասած Արտուր եղբայրս ինչու երրորդ համարում որովհետև իրենք դեր պատրաստ չէին լման հերացնել նրա համար իրենց ասեց եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը ապա հերացրեք ինչու որովհետև իրենք ուզում են բայց տակավին գարչում են հայերեն բառից հառաչել միգուցե անգլերեն բնագրում ուրիշ ձև է նրա համար ասի հիշում ես որ ողբացին այդ տարբերակը նկա ողբացին ինչից իրենց մեղավոր վիճակից իրենց ոչ թե անպայման մեղավոր վիճակից սա կարող է մեջ լինի բարդված վիճակից դժվար վիճակից այո նորից դիմել աստծուն բայց դեռ քայլ չվերցնել գեսկիսատ ես այդպես տեսնում եմ իրենք պատրաստ են ընդունելու բայց գուրքեր կան դակավին ինչպես երրորդ համարում պատրաստ են ընդունելու բայց օրինակ շատ մարդ կա ուզում զղջա չգիտի ինչ անի բայց պատրաստ է օքին բայց չգիտի ասեց Սամուելը երբ որ օգնում ես ասում ես եթե ինչ պիտի անեք այսինքն ապաշխարի կամ զղջա կամ սա հեռացրու կամ այս սխալը վերացրու նոր ինքը ուղղությունը ճիշտ վերցնելով արդեն ճշմարիտ առաջանքին հետևում է ինչը զղջումը ապաշխարությունը եթե այս պայնա պարագայնա վերաբերում առաջանքը դեռ չի հասկանում ինչ անի Սամվելը հուշում է Սամվելը օգնում է ճիշտ նրա համար է որ հիմա երբ որ հիշում եք Կորս Կարակելոս 2-ի մեջ մարդիկ եղբայրներ ինչ անենք Պետրոս Սարակյալ ուղղորդեց ինչ պետք է անենք նրանք արդեն պատրաստությունը ցույց տալիս են Աստված աշխատում է նրանց սրտերում բայց տակավին չեն արած տակավին չեն ապաշխարած չեն արած ճիշտ այստեղ այդ նույն սցենարի պես բանն է որ առաջին քայլն է եւ մենք շատ անգամ գիտես ցանկանում ենք օրինակ ցանկանում ենք որ մեր մեղքերից վազանցնենք ցանկանում ենք որ աստծո մեջ գնանք բայց մգա մինչեւ որ օրինակ ուրիշ հոգեվոր եղբայր մգամ քույրը մեզ մոդիկանա ասա նա եղբայրս դու այսպես պիտի անես դու այսպես պիտի չանես եւ սա ոնց որ Վարամ եղբայրս էլի մեկը կա սա ոնց որ ներքևը միշտ ներքևը այո սա ոնց որ
այդ մղիչ քայլն է, այդ կարևոր քայլն է, որ պետք ունի անձը, որ անդրադառնա, օքեյ, որ ուղղությամբ կնա, եւ Փառք Տիրոջ Սամվելի նման կամ Պետրոս Արաքյալ այն ադեն Կորսկարակելոս 2-ում, ինչպես ասացինք, նրանք պատրաստ էին եւ արեցին այդպես։ Ինչու, եւ որ ասեց երրորդ համարում, հերացրեք, ասեց, չէ՞։ Հիմա սրա հետ կապված, որ երրորդ համարը էլի կարդանք, որ երրորդ հարցը ունենք նրա հետ կապված, այդ ժամանակ Սամվելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ եւ ասաց. ամբողջ տան հետ ասելով, սա չի նշանակում, որ ամեն անհատ, որ Իսրայելում գա, Սամվելի արչև եկած էին։ Մի խոսքով Իսրայելի ժողովրդի առաջնորդներից, որ նրանք ներկայացնում են Իսրայելի ամբողջ տունը, հնարավոր է, որ 12 ցեղերից ներկայացուցիչ կար, իբր լիդերներ, իբր առաջնորդներ։ Այն ժամանակ ինք խոսած Իսրայելի ամբողջ տան հետ եւ ասաց. եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի դերը, օքեյ, տեսնանք, ապա հեռացրեք օդար ասվածներին եւ աստարովթին։ Շատ անգամ մենք ավադացիաներս ուզում ենք Աստծո եւ դակավի մեր իդոլներն ալ ուզում ենք մեզ հետ պահել։ Եվ ինքը չի ասում, չի երգում, որ Աստված ցեզ հետ չէ։ Դուք ունեք իրեն, դուք ուզում եք իրեն հետևել, բայց պետք է նկատի առնեք, որ իդոլներ ալ կան, պետք է հեռացվի այդ իդոլները կյանքերից ձեր։ Ապա հեռացեք օդար ասվածներին եւ աստարովթին եւ ձեր սրտերը պատրաստեք Տիրոջ համար, Բաշտեք միան նրան եւ նա ցեզ կազատի պղշտացիների ցերքից։ Ինչու դակավին խնդիրներ ունեն պղշտացիների հետ եւ արդեն պիտի տեսնենք մեր առաջին թագավորների մեջ դակավին պղշտացիների հետ խնդիրներ կան։ Նույնիսկ երբ վերջին գլուխը ասնենք առաջին թագավորների, ուր ունենք Սավուղ թագավորի մահը, պղշտացիների հետ պատրաստի մեջ է, այն ադենա, որ դակավին այսին այդ խնդիրը կա նրանց հետ։ Սա մի անգամ որ պղշտացիների հետ հարցը լուծվեց չէ, շարունակվում է։ Մի քիչ խաղ ժամանակ է, պղշտացիները արդեն նրանք իրենց դագոն չասվածի պատճառով արդեն խոնարեցվել են, տեսան ազոզորությունը, բայց ինք ասաց, որ հեռացրեք, օքեյ, հիմա նայեցեք, երրորդ հարցը, որն է կարագի պայմանը, կարագի պայման կա, fourfold reason, condition, 4 պայմանս ենք, որ միասին հավաքված, Տիրոջ օրհնությունը ստանալու համար, ինչպես նշված է երրորդ համարում, թիվ 1, երբ ձեր ամբողջ սրտով, եթե դարձել եք, ինչ պիտենեք, թիվ 1, հեռացնել, թիվ 1 հեռացնել օդար ասվածները եւ թիվ 2 պատրաստեք ձեր սրտերը Տիրոջ համար, թիվ 3 բաշտեք միան նրան եւ թիվ 4 Հիմա այսինքն մի խոսքով թիվ 1 պետք է օդար ասվածները հեռացնենք մեր միջից, թիվ 2 մեր սրտերը պատրաստենք, որ Տիրոջ համար լինեն, թիվ 3 պետք է նրան բաշտենք ծառայենք այդ առումով եւ թիվ 4 հուսանք նրան, որովհետեւ ինքն է, որ միան գազադի մեզ պղշտացիների ցերքից, մեր թշնամիների ցերքից։ So այս քարագի պայմանը կարևոր է նկատի ունենալ Տիրոջ օրհնությունը ստանալու համար այս հատվածից։ Եվ իհարկե գիրառական առումով, եւ որ մենք նայենք մեր կյանքերում, օքեյ, թիվ 1 այդ իդոլները հեռացնենք, թիվ 2 միան իդոլները հեռացնել չէ, ապա մեր սրտերը պատրաստենք, հիմա մեկը կարա ասենք իր կյանքում ինչ իդոլ ունի, մեկը կարող է ձխող, խմող, խումար խաղացող, այսինքն գիների հետևեն վազող, այդպեսի մեկը լինի, սրանք իդոլներ են, բայց ինքը հավատացյալ չէ, օրինակ։ Բայց սիրտը պետք է պատրաստի Տիրոջ հետևելու, ուզելու Տիրոջ ներկայության մեջ լինելու ծառայելու եւ այո, հետո բաշտելու նրան, ծառայելու նրան, ակտիվ լինի նրա մեջ եւ վերջի վերջո նկատի ունենա, որ իր փրկության իր թշնամիներից, այս բարեկամ պղշտացիները ներկայացնում են մեր թշնամիները այդ կիրառման առումով, որ միան Աստված կարող է սա անել։ Եվ հետո ասում է եւ Իսրայելի որդիները հեռացրին Փաղիմին եւ Աստարովթին եւ միան Տիրոջը ծառայեցին։ Եվ Սամվելն ասաց, նայեցեք, մինչեւ այսօր մենք հիշում ենք առաջին մի քանի գլուխների մեջ Սամվելի մասին կար, չէ՞։ Բայց հետո Սամվելը կարծեք թե այսպես յետևում էր, background-ում էր, չկար այլևս։ Ինչու՞։ Հիմա տեղը եկած է 20 տարի արդեն անցել է, ինքը արդեն ավելի տարիքով մեծ է, արդեն իբր լիդեր ծառայության մեջ է եւ մարդիկ մտիկ անում են նրան։ Սա կարևոր է։
Ինչու Սամվելը, ինչու ուրիշ մեկը չէ։ Սա նշանակում է, որ արդեն Սամվելը ակտիվ է ծառայության մեջ եւ մարդիկ նրա մոտ գալիս են։ Ինքը չի գնում նրանց մոտ այդ առումով, որ եկեք ցես բամը սելիկ ունեմ, դու ով ես։ Չէ։ Ամբողջ Իսրայել նրանց առաջնորդներ հավաքվեցին Սամվելի առաջ, որբեսի լսեն Սամվելից իր հորդորը ինչ է նրանց համար։ Եվ այո, մենք հիշում ենք ինչու համար Իսրայելը օրինակ դատավորների մեջ դժվարությունների առջև գտնվեց։ Հիշում եք, այսպես ցիկլ մգար, օղակ մգար, ուր հավատուրացություն կար, հետո ընկճվածություն կար, հետո զղջում կար, հետո փրկություն կար, ազատություն կար Աստծուց։ Այդ ցիկլը արդեն իսկ դակավին շարունակվում է մեկ թագավորների մեջ։ Եվ Մարգարեն, Սամվել Մարգարեն ցանկանում է, որ Աստծո ժողովուրդը այդ դատավորացի, այդ ասենք ցիկլից ազատի, որովհետեւ նրանք չընկնին այդ նույն ճանապարհների մեջ, ուր էլի հավատուրացություն ունեն ազոդեմ, էլի ունեն ջնշում, ընկճվածություն թշնամու գոմից, էլի պետք է աղագեն հարաչեն դիրոջ առաջ, ողբան դիրոջ առաջ խոստովանությամբ, որովհետեւ գտնեն նրա ողորմությունը, փրկությունը։ Բայց Սամվել ասեց, եթե դառնաք դիրոջ, եթե դարձել եք դեպի Տերը, այս պետք է անեք։ Եվ նրանք հեռացրին Փաղիմին եւ Աստարովթին եւ միայն դիրոջ ծառայեցին։ Սա շատ կարեւոր է ինձ համար եւ քեզ համար։ Միայն դիրոջ ծառայեցին։ Ինչու՞ որովհետեւ Աստված նախանցոտ Աստված է, ճշմարտապես նախանցոտ Աստված է։ Աստված եթե նախանցոտ չլինի, իր բնութագրին հագարակ կնո։ Ինչու նախանցոտ։ Աստված ամենալավը լինելով, ինք գիտի, որ մեզ համար լավակույնը միայն իրեն նվիրվելն է։ Եվ եթե նրանից դուրս մենք ասենք, ինչու Աստված նախանցոտ է, ես չեմ կարող ուրիշ աստվածներ ունենալ իմ կյանքում, միայն մեկ Աստծո ծառայեմ, ուրիշ աստվածներ ասիրեմ, չի կարող, քեզ համար լավ չէ, ինձ համար լավ չէ։ Նրա համար Աստված նախանցոտ լինելը, սա 100% պոզիտիվ ճշմարտություն է։ Մեզ համար այդպես չէ։ Մեզ համար մենք գիտենք, որ մարդիկ, ասենք մենք իբր մարդիկ Աստծո սազակորություն նախանցը երբեմն մեղք ունի մեզ համար։ Ինչու որ երբեմն նախանցախնդիր ես ասում ես Տիրոջ համար փառք Աստծո, բայց եթե որոշ նախանց ունես, որ մեկը այսպես է, դու այդպես չես, սա լավ չէ այդ առումով։ Մազերում ասի չխոսենք, Վահրամ ջան, դու կարևորը կամերայից հեռու մնացիր, բայց կամերան ճիշտ կողքը դե։ Okay, հետեւյալ հարցը։ Ինչու որովհետև նայեցեք Սամվել ինչ ասեց հետո։ Եվ հետո այս հարցը պատասխանենք եւ եթե հարցեր կա, խնդրում եմ առաջացրեք։ Վահրամ ջան, այդ էկրանը, այդ բանը որպես եթե մեկը կա, այդտեղից որ գիտնանք հարց բարձրացնենք բան հետո։ Եվ Սամվելը ասաց 5-րդ համարում, ամբողջ Իսրայելը հավաքեք Մասպայում, որպես ցեզ համար աղոթեմ Տիրոջը։ Տեսեք, առաջնորդի մտերը ինչ է, որ ինք աղոթում է ժողովրդի համար։ Եվ սա Սամուելի գոմից, այսինքն ոնց որ ցուցադրություն չէ, գլուխ կովել չէ։ Սա ծառայությունն է նրան։ Ինք գիտի որ պետք է անի։ Եվ երբ Աստծո մարդը հավատարիմ, խոնար, սուր մարդը ինքը այդպիսի ծառայություն մատուցում է ժողովրդին, ժողովուրդը տեսնում է, որ ինք ինչի կարիք ունի, հավատարիմ առաջնորդության կարիք ունի։ Եվ նույնպես Սամվելի բարակային ոչ մի բան չունենք Աստծո խոսքում, որ Սամվել ինքը դեսած էր, հբարտ մեկն էր, ինքը ուզեց օրինակ ոնց որ իշխի ժողովրդի վրա, թե թակավոր չկա, ուրեմն ինք պետք է դադավոր իբրև իշխի նրանց վրա։ Այդպես բան չկա։ Աստծո ծառան ամենուն ծառան պետք է լինի, ինչպես որ մեր Տեր Հիսուս սովորեցրեց մեզ։ Ինչու որովհետև եւ որ ծառայություն անում ենք, պետք է ծառայենք որպես թե Տիրոջ եւ մեր Տերը ինքը ասեց, че ինք եկավ ծառայելու, ամենուն ծառայելու։ Թեև ինք պետք չուներ ոչ մեկին մեզ ծառայելու։ Պատկերացրեք, եթե Տերը այսօր մեր մեջ լիներ։ Մի սցենարը այսպես պատկերացրեք։ Հիմա ինքը այդ ատեղից ներս կար։ Իհարկե, այդպեսի ֆորմով, ցևով, որ ինչպես աշակերտները տեսնում էին, եւ որ 3-3.5 տարի նրա հետ էին։ Ոչ թե իր փարավորյալ մարմնով, որ Հովանես Սարակյալ մերելի պես ինգավ նրա արչև վախից, այդ փարավոր մարմինը եւ որ հաճան մեկում տեսավ։ Ինչ պիտի նենք նրան։ Իրեն պիտի ասենք, առաջին աթորը պիտի դայինք այստեղ, հա։ Մեր քույրերը իհարկե յետևից իրեն պիտի ջուր բերեին, սոկ պիտի բերեին, էս պիտի ռամսեին, այն պիտի ռամսեին։ Մենք ալ ուրգից սկսենք, Վարամի մազերից սկսենք կամ Եթե ինք լավ ասեր եղբայրս, մենք բամու Արթուր եղբայր եւ ես կլրենք մենք, բամու չենք ասեր։ So, ուրեմն հետեւյալ հարցն առնենք, հետո հարցեր նայենք թե այստեղից եւ թե on-line։ Ուրեմն 4-րդ հարցը։
Հիմա որ 4 եւ 5 համարները կարտացինք, որ 4 քայլերն են ապահովում դիրոջ ողորմածությունը իր ժողովրդի նկատմամբ։ Առաջին հերացրին, Հերացրին, որովհետեւ, հա, իրոջ ծառայեցին, դիրոջ ծառայություն 2։ հավաքվեցին, հավաքվելը Հիմա դու պիտի ասես ինձ։ Դու պիտի ասես ինձ։ աղոթքը Տիրոջը պաշտեցին երկրորդը, աղոթ Իսրայելը երրորդը հավաքվեք, մաս ժողովեցին, չորրորդը աղոթքնեցին Տիրոջը։ Հիմա նրանք ասենք, ինչպես Արազը ասես, հերացրին այդ գուրքերը, դերոջը ծառայեցին եւ Սամվելին ինչ ասեց, իրենց հավաքեց, հավաքվեք, հա, հավաքվեքի վրա շեշտը հավաքվեքի վրա է, այդ ուղղորդումը Սամվելից մտիկ արեցին, հնազանդվեցին եւ աղոթքը, եւ հետո իհարկե աղոթքը, դիրոջ արչեւ միասին խոնարհապար աղոթքի մեջ եղան, իհարկե Սամվելի առաջնորդությամբ եւ այսպիսի բաները եղբայրներ ջան, որ շատ հստակ է մեզ համար տեքստից, կարևոր ճշմարտություններ են, որ իբր ազոզավակներ ինչպես կարանք մենք իր օրդությունը ստանալ։ Մարդիկ այսօր որքան ուզում են, իբր մենք ալ հավատացյալներ, ասեմ մարդիկ որ ասում են մենք հավատացյալներս որ ազո օրդությունը ստանանք։ Դի մեկ հերացրու ինչ որ գուրքեր ունես, դիրոջ ծառայեցի երկու, հետո դիրոջ առաջ հավաքվե ներկա եղիր, ազո ներկայության մեջ եղիր իր զավակների հետ, ինչ որ մենք անում ենք, եւ հետո Միտեղ հավաքվելը հա, միտեղ հավաքվել չի թողուկ, եւ հետո այդ ծառայության մեջ ներգրավեք, ուր որ աղոթքը գերիշխող է։ եկեղեցին։ Եկեղեցին, հա, ազո ժողովուրդը, իհարկե, փոքր խմբից սկսյալ եկեղեցու մեջ այդպիսով, որը ազո օրդությունը կարևոր է այդպես ստանալ։ Ուրեմն թիմեք հերացնելով գուրքերը, թիվ 2 դերը բաշխելով, ծառայելով այդպեսով, թիվ 3 հնազանդվելով նրանց առաջնորդներին։ Սամվել ասեց. եկեք հավաքվեք։ Մեկտեղ հավաքվելը նրանց առաջնորդներին հնազանդվելով նրա համար է որ ասեցինք, որ Սամվելն ալ այդպիսի առաջնորդ չէր, որ ինքնագոչ առաջնորդ էր, դիրոջից գարկված առաջնորդ էր։ Եվ նրա համար էր, որ Սամվելի օրինակը օրդություն է, որը ոչ մի տեղ չենք տեսնում, որ ինքը ոնց որ չարաշահում է իր ով լինելը։ Երբ մեկը կարա այդպես անել, չէ՞։ Ես ովիվ եմ ուրեմն, ես ուզածից պես պիտի անեմ ինչ որ ուզում եմ անել եկեղեցու մեջ։ Այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Եկեղեցին Քրիստոսի դունն է։ Չէ հովիվ չի հովիվ։ Եկեղեցին Քրիստոսի դունն է։ Չոբան։ Հա։ Եվ հետո 4-րդ, ուրեմն թիմեք էլի գրկնելով ինչ որ այստեղը 4-5 համարներում հերացրել գուրքերը, թիվ 2 ծառայել Տիրոջ 4-րդ համարում էլի, 5-րդ համարում հավաքվել հնազանդությամբ առաջնորդներին, ինչ որ մենք արդեն Սուրբ Գիրքի համաձայն անում ենք, եւ թիվ 4 իհարկե այստեղը առաջնորդները թող դալ, որ նրանց համար աղոթեն, աղոթքի համար, հա, ինչու որովհետեւ հա մենք երբեմն ասում ենք իրար նույնիսկ կամ ասենք թե եկեղեցական առաջնորդի մը գարաս ինձ համար աղոթել այս թեմայի առնչությամբ։ Սա բարձրապես ասելու սիրուն չասենք, որ թիմացին հասկացնենք, որ մենք հոգևոր, այսինքն գարկավիճակի մեջ ենք, մեր սիրտը ավելի հոգևոր, այսինքն սկզբունքներով խառն է, ուրեմն դու աղոթե մեզ համար, որ դիմացինը հասկանա, որ դու հոգևոր մտայնությամբ ես։ Չէ, անգերձապար, խոնարհապար, եթե հարց կա, ասե որ եղբայր ջան, դու գիտեմ, որ Աստծո ավատարիմ մարդ ես, կամ Աստծո ավատարիմ քույր ես։ Կարաս ինձ համար աղոթել, պետք ունեմ։ Եվ դիմացինը իհարկե, դե չէ չարաշահի սա։ Դե չէ ասի, որ գիտեք, հիմա երբեմն մարդիկ կան աղոթքի թեման գարնեն, փամփասանքի գտարնա հետո։ Եվ որ մեկը օրինակ քեզ խնդրեց, կարաս ինձ համար աղոթել։ Հաջորդ բանը մարդիկ լսում ես, որ խոսում են քո վրայով, որ այդ թեման դու մի եմ բացահայտեցի այդ անցին, օրինակ։ Ադի լավ չէ, ադի շիդակ չէ։ Ուրեմն այս 4 մի խոսքով օրդությունները կան, որ այստեղ մենք տեսնում ենք։ Մասփա բառը ուսումնասիրել ես։ Ինչը։ Մասփա ինչ է նշանակում։ Ինքը այստեղը բան է, վայրի անուն է, հավաքվեք Մասպայում։ Ես просто նայեցի, կարող սխալվում եմ, իմ ուսումնասիրությամբ ունեց հասկացա իբր միասնական հավատքի վայր, որտեղ որ ասենք ընտրված վայր տաճարի մոտ տապանի մոտ կլինի կամ սուրբ Հա, ադիգա չի ասում տեքստը, բայց Մասպայում ասում է, հա։ Որտեղ միասնական հավաքվելու, որտեղ որ սրբագործման կամ տաճարի տապանակի կամ ինչ-որ տես մի վայր, միասնական հավաքի վայր։ Հիմա Մասպան ավելի, որտեղ Մեսպան դեղի վայր է նրա համար։ Միասնական հավաքատեղի վայր, ինչ-որ տես։
Հա, միասական հավաքադեղի վայր այդ եթե պարացի բանով նայես, so նրանք հավաքվեցին, Ուզում ասեմ ուրիշ ինֆորմացիա չունեցա, չգիտեմ, եթե ունես։ հա, չէ ինքը այդ իմաստ ունի, պարացի է որ առնես, բայց ինքը սա չեմ ասում որ անպայման քաղաք էր, մի վայր մնե, այո, ուր որ հավաքվում են, հա, բնակչությունը կան, որ մի վայր առանձին ընտրված վայր, ինչ որ չգիտեմ ինչ վայր։ այո, հարցեր եղբայրներ, Չէ, ուզում ասեմ գյուղ չի։ չէ, այո, եղբայրներ քույրեր ջան, եթե հարցեր կան մինչև հիմա, ինչ որ ծեր մտքում ունեք, որ միասին մի քիչ արձարծենք, կամ այստեղից կամ մեր on-line ներկաներից, ասեք։ Եթե հստակ է ամեն բան, գարանք շարունակել։ 6-րդ համարը ասանք։ Եվ նրանք հավաքվեցին Մասպայում եւ ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ։ Ծոմ բայեցին այդ օրը եւ այդտեղ ասացին. «Մեղ կործեցինք Տիրոջ թեմ»։ Եվ Մասպայում Սամվելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։ Հիմա այստեղ տեսնում ենք արդեն, որ իր առաջնորդությունը արդեն վավերացված է ժողովրդի առաջ։ Հստակորեն, եթե մարգարեգա Իսրայելի մեջ, ինքը Ազո մարգարեն է, եւ նրանք Ազո ներկայության, այո մարգարեի ներկայության էլ, ինչ ասեցին, մեղ կործեցինք Տիրոջ թեմ։ Հիմա 6-րդ հարցը ինչ է նշանակում ջուր հանել եւ թափել Տիրոջ առաջ։ Ինչս է սա։ Ես կարծում եմ ջուրը մաքրման խորհուրդ ունի դա մեջ։ Նու ասում եմ որոնք ասում են մեղ գործեցին։ Այո։ Նու ապաշխարության ցանկություն կա մեջներ մեղքից մաքրվելու։ Նու ջուրը մաքրման որ ես կա։ Հիմա զղջման այդ կապարը կա այս բարակային։ Հիմա ուրիշ օրինակ մնայելով, հա, մեկը կարող ասել, որ կարող է սա սիմվոլիկ ձևով լինի, որ ինչպես իրենք ջուրը թափեցին, կարծեք թե իրենց մեղքերն ալ Տիրոջը արչև թափում են, հանցնում են Տիրոջը։ Այդ կապարը խորհուրդը գարանք, բայց ամենակարևորը որ զղջումի հարց կա։ Հիմա չէ, մկրտության հարց չի գա։ Չէ, մկրտության հարց չի գա։ Եվ սա ոչ ալ սենք այդ նվիրատությունն է, ինչպես որ Տիրոջը առաջ ոնց որ օրինակ իր զոհաբերական սեղանի առաջ գինի տապում էին կամ այդպիսի բաներ, որ հեղուկի առումով, որ իբր նվիրատություն, այդ առումով չի ասել, զղջման առումով է։ Բայց ուրիշ տեղ, երբ որ գնանք, երկու թագավորների 23 գլուխը, երկու թագավորների 23 գլուխը 13-ից 17 համարները։ Երկու թագավորների 23 13-ից 17 համարները։ Այս 30 զորավարներից 3-ը Դավիթ թագավորը ինք 30 զորավարներ ուներ, նրանցից 3-ը հնցի ժամանակ գնացին Դավթի մոտ Ոդողիմի քարայրը, երբ բղշտացիների մի գունդ բանագադեղի էր դրել Ռապայինների հովդում։ Ավասիկ տակայն բղշտացիները կան, նույնիսկ Դավիթի թագավորության օրով։ Եվ Դավիթ այդ ժամանակ ամուր բերդում էր։ Իսկ բղշտացիների կայազորը գտնվում էր Բեթլեհեմում, պատկերացրեք, Բեթլեհեմը ուր է Դավիթի ծննդավայրը, ուր որ մեր Տերն ծնած է, այնտեղ։ Նրա համար Դավթի որդի է ինքը, Դավթի սերունդից եւ այլն։ Դավիթը փափակեց ջուր խմել եւ ասաց. «Սիրտ ուզեց, ով ինձ օրինակ, չգիտեմ, ջերմուգից ջերմուգ ուզեց, գիտեք, հա, ով ինձ համար Բեթլեհեմի դրան մոդի ջրորից ջուր կբերի, որ խմեմ»։ Այդպես ինքը ցանկացավ։ Եվ այդ 3 քաչ մարդիկ ջեղկեցին բղշտացիների բանակին, ոնց որ անցան բանակից կարողացան ջուր քաշեցին Բեթլեհեմի դրան մոդի ջրորից, բերին եւ տվին Դավթին, բայց նա չուզեց խմել այն։ Եվ Տիրոջ համար հեղեց ծած։ Ասեց Քաբլիցի Տեր, որ ես այդ բանն անեմ, միթե ես պիտի խմեմ այն մարդկանց արյունը, որ իրենց կյանքը վտանգի ենթարկեցին, եւ նա չկամեցավ խմել այն, այս բանը արին այդ 3 քաչ մարդիկ։ Հիմա բոլոր հարցը, որ ուզում ենք զրուցել այս հատվածի վրայով, որ ցևոմը գաբ ունի մեր 5-րդ հարցի հետ 6-րդ համարում, հետեւյալն է։ Նրա մեկնաբանության չենք ուզում անդրադառնալ, ինչու որ Դավիթ սկիզբը այդպես ինքը ստակ արեց, ինքը փամը ցանկանում էր, երբ իդ ստացվեց, գարձեք թե խղճարվեց։ Նրա մասին չենք ուզում հիմա ավելի զրուցել։ Բարձրապես ուզում եմ հետեւյալ մասը, ինչ որ գաբ ունի մեր 5-րդ հարցի հետ։ Դավիթն էլ ինչ արեց, այդ ջուրը որ բերեցին նրան, ինչ արեց։ Տիրոջ համար հեղեցած, այսինքն ինքը Տիրոջ արչև այդ
ոնց որ նվիրատությամբ ես այնտեղը զղջումի բանը չի ավելի կամ թե ավելի նվիրատության։ Մենք կարող ասել որ զղջումի խորհուրդն ա որ ինքը զղջած ինչ որ ասած էր, օքեյ, ոչ չենք ասում ասել, բայց հետո երբ հոն ասենք Տերեգամի օրը սերտենք այդ հատվածն, բայց Դավիթ ալ այստեղը այդ նույն մոդեցումից մենք տեսնում ենք, որ ինքը ունի ինչ որ մեկ թագավորների 7-ում ունենք 6-րդ համարում։ Ինչու որովհետև Իսրայելի որդիները ինչ արեցին, ջուր անեցին, թափեցին Տիրոջ առաջ։ Զղջումի բանով։ Եվ ծոմ բայեցին։ Հիմա ծոմ բայելու նպատակը ինչ է։ Դիետա անել չէ։ Հա։ Այս որ ջուրը թափեց, ժողովուրդը ջուրը թափեցին 7-ի 4-ի 4-ի 5-ի մեջ, երբ որ ժողովուրդը ինչ անում, ապաշխարեցին, զղջացին, հեռացին, քուրքերը հավաքվեցին, միտեղ հաղորդեցին, այսինքն այս զղջումի նշան խորհրդանշումը կեղծ տաճարի պաշտամունքից դեպի ճշմարիտ Աստծուն դարձի խորհրդանիշ ջուրը թափելը։ Ճշմարիտ դարձը, այո։ Այո։ Այսինքն այն ինչ որ 4 հատկանիշները կար որ տվել էր Սամվելն ասել էր որ սրանք հեռացրեք ձեզանից, այդ հասկանալով աղագը պատասխանեց եւ ինչ արեցին դարձի եկան, ապաշխարեցին, այսինքն ջուրը լվան հենց այս նույն Դավիթի պես այդ որ համանատություն արեցին նույն զղջումն է, այսինքն նույն Կորզական գերբով ցուցաբերեցին իրենց սրտանց դարձը։ Հա, հա։ Եվ իրենք այդպես անելով իհարկե ժողովրդի առաջ, Տիրոջ առաջ, անշմարքարի առաջ, ոչ թե միայն նա, հաբա ձոմ բայեցին այդ օրը եւ այդտեղ ասացին մեղ կորեցին Տիրոջ դեմ։ Ուրեմն իրենք ընդունեցին նրանց մեղքը եւ սա լավ նշան էր։ Իհարկե, սա օրինակ մի սիկլ մներ, որ իրենք ապաշխարում են, հետո այդ մեղքի մեջ գնում են, իդ ապաշխարում են։ Դատավորներու այդ շրջանը դակավին այստեղ տեսնում ենք շարունակվում է։ Բայց մենք չենք ասում որ մենք ալ նույնը անենք, սա սովորություն մներ։ Հիմա կարող է որ ավելի խորը եւ որ գնանք, կարող է որ ուրիշ ազգեր ալ ունեին այդպիսի մոդեցում, կամ մի անրի ազգ ուներ, չգիտեմ։ Բարձաբես որ հрьяաները այդպես անում էին, Դավիթն ալ այդպես անում էր, ուրեմն իրենց մշակույթի մեջ էր այդ ջրի հետ, որ Տիրոջ առաջ իբր նվիրատումը այդ զղջման համաձայն որ ինք չէ, Դավիթ ասեց, ես չեմ ուզում ասեց, որ այդ ջուրը նրանց արյանգինն է։ Գնացին, քաչապար բերեցին իմ, ասենք թե մեր դնի ջուրից։ Ոնց որ ստե մասիկ դրսուս են գալի, կանայք ամուսները դուրս կամ մեքենա են քշում, ջուր են շփում։ Ադա ուրիշ բան է ադա։ Հեթանոսական են, Աստվածը իրան Թուրքերն անում են այդպես։ Հա, մեր տատիսներ անում։ Թուրքերից է մեզ մնացել ոչ թե քրիստոնեությունից է մնացել, այդ թուրքերի մեջ բնակվելով այդ ավանդույթը եկել հասկանում։ Որտեղից ելնում էին, հետևներից ջուրը։ Սիսիանում կար դες բան։ Հա։ Շիշանում թարգի։ Հա։ Դաժե Մոսկվա տես բան կա։ Հայրը տարին հասել են։ Չգիտեմ, կարող է դեղեր գա, որ հայրը ասում են եւ որ մեկը գնում է, Աստված հետ ուրախ ենք որ գնացիր, քիցա, չգիտեմ։ Ես որ դուրս եք գալի, մաման Ա, նման սովորություն շատ կա։ Հա։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո Մարնեկուր։ Հա։ Բարի։ Իրոք նման սովորություն շատ կա, օգտագործում են մարդիկ։ Հա, այս սրճաններում, այս տարածքում, միջին արևելքում, այս կողմերը իհարկե այս սովորությունները մնացել են։ Կռապաշտությունից մնացել է միջև այսօր դեռ շարունակ։ Բայց մեր սովորությունը Արթուր եղբայր հիմա Սուրբ Գրքի այդ սովորությունը չէ, զղջման հետ կապ չունի, ազոն։ Հա, հա, ուրիշ բան է, ուրիշ բան է, հա։ Հա։ Դա քրիստոնեական կամ աստվածաշնչյան չի ջուր շփել, որից է ժամանակ։ Պարզապես որ ասես եկեղեցի մտան ջուրը, տաճարը մտան ջուրը թափեցին, ասես սովորություն է, չէ՞, այն ժամանակ ինչ որ մի բան նշանակում էր խորհրդանիշ մաքրման ջուրը թափում։ Զղջման, հա։ Այն ժամանակ իրանք հասկանում են որ դա ինչ է նշանակում, ավելի հստակ հիմիկվա ժողովուրդն ասում ջուր են շփում, այդ պրոստը հակաթեզից բերեցի։ Եվ 7-րդ համար, երբ պղշտացիները լսեցին, թե Իսրայելի որդիները հավաքվել են Մասպայում, պղշտացիների նախարարները ելան Իսրայելի թեմ։ Երբ Իսրայելի որդիները լսեցին, վախեցան պղշտացիներից։ Տեսնում եք, արդեն իսկ հիմա թշնամին արդեն իսկ այստեղը ներգրավված է էլի իրենց գործը անել Իսրայելի ժողովրդի թեմ։ Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամվել, ինչու որ վախեցան նրանք։ Մեզ համար անդադար աղաղագիր մեր Տեր Աստծուն։ Այդ աղաղագիր բայը դակրական է, աղաղել։ Մեզ համար անդադար աղաղագիր մեր Տեր Աստծուն, որ մեզ ազատի պղշտացիների ցերկից։ Հիմա նրանք սա ասում են եւ սխալ աղոտ չէ, բայց մենք կարդացինք, չէ, նախկինում երրորդ համարի վերջը, որ Սամվելին ասեց,
եթե դուք ամբողջ սրտով դարձել եք, հերացրեք օդարասվածները, պատրաստեք ձեր սրտերը Տիրոջ համար, բաշխեք միայն նրան եւ նա ցեզ գազադի փղշտացիների ցերկից։ Այսինքն, եթե դուք այս բոլորը անեք, սա խոստում է նրանց համար։ Սա չի նշանակում, որ եղբայրը քույրեր ջան, սա կոնկրետ այն օրվա համար խոստում է մարգարեի միջոցով, Աստծո հայտնության միջոցով, նրա ծառայի միջոցով։ Սա չի նշանակում, որ ես կարամ այս խոստումը այսօր յուրացնել եւ ասել, ուրեմն, եթե ես երրորդ համարի համացան ամբողջ սրտով Տերոջը դառնամ, հերացնեմ իմ իդոլները, գուրքերը եւ իմ սիրտը պատրաստեմ Տիրոջ համար, այն ադեն Տերը ինձ հաստատ իմ ճշնամիներից բոլորովին կազատի։ Ուրեմն, մի խոսքով նորմատիվ անեմ այս ճշմարտությունը, ինչ որ այն օրվա համար էր, ինչու որ մենք այսօր չենք կարող ասել, որ սա ոնց որ մի բան է, որ այսօր կարանք նույն ցևով օգտագործել եւ կիրառել մեր կյանքերում իբր զգսպունք հոգեվոր։ Ինչու? Որը մենք փղշտացիներ չունենք եւ սա Իսրայելի ժողովրդի համար խոստում է Սամվել մարգարեի միջոցով։ Իհարկե, Աստված մեզ պաշտպան է, բաղբան է, բայց սա չի նշանակում, որ վատ բան չկարող բադալ մեր կյանքերում։ Բայց նրանց համար, եթե Իսրայելի ժողովուրդը Աստծո հետ հետևեր, Աստված խոստացած է, մենք գիտենք Մովսեսական օրենքում, երկու օրինացներում, որ եթե հնազանդվեք օրհնություն, եթե չհնազանդվեք պատիժ, անեծք, նրանց համար այդպես էր։ Սա չի նշանակում, որ Իսրայելի անհատական ժողովրդից նրանց հետ վատ բաներ չկարող բադալ, բայց ազգովին պաշտպանություն պիտի լիներ Աստծո կողմից թշնամիներու նկատմամբ։ Սա նրանց համար է, նրա համար է, որ չեն կարող յուրացնել այսպիսի խոստումներ, ու Աստծո խոսքն է, ուրեմն յուրացնենք սա մեզ համար, ուրեմն խնդիր չէ, ուրեմն մենք ասադանայի այդ խորհրդին հետևենք, ինչ որ Տեր Հիսուսի ասեց Մատթեոս 4-ում։ Բարձր դեղից ինքնից վար գցենք, Աստված մեզ կպաշտպանի։ Հիսուս արդեն ասեց, այդպիսի բան չի կարելի։ Ինչու դու փորձում ես Աստծուն։ Ուրեմն շատ կարևոր է եղբայրներ քույրեր ջան, որ նկատի ունենանք Աստծո խոսքից ինչ հանձնարարական է մեզ համար, որ մենք պետք է պահենք եւ ընդունենք իբր անժամկետ ճշմարտություն, հավիտենական ճշմարտություն եւ ինչը բարձրապես մեզ համար նկարագրական է։ Աստծո խոսքը այստեղ նկարագրական մեզ իրադարձությունը ցուցաբերած է, որ այո, դասեր սովորում ենք նրանից, բայց դա չի նշանակում, որ եթե ես հնազանդվեմ, սիրտս դարձնեմ Աստծո գուրքեր անեմ, ուրեմն բոլոր ճշտամիներից ես զերծ կմնամ։ Այդպես չի նշանակում, սա մեզ համար չէ, Իսրայելի ժողովրդի համար է կոնկրետ եւ միայն այստեղ նրանց համար է։ Հետո ասում է մեզ համար անդադար աղագիր մեր Տեր Աստծուն։ Ինչ ասել է, նայեցեք 6-րդ հարցը։ 8-րդ համարում նշված ժողովրդի աղոթքը միտը եսասիրական է կամ ոչ, եւ հետո պիտի անդրադառնանք 9-րդ համարի հետ կապ ունեցող 7-րդ հարցը, որ ասում է, երկու հարցը միևնույն ադեն առնենք, միասին առնենք, եւ Սամվելը ասեց գատնագեր մի գառնուկ վերցրեց եւ այն ամբողջովին ողջագեց մատուցեց Տիրոջը։ Եվ Սամվելը Տիրոջն աղաղագեց Իսրայելի համար եւ Տերը պատասխանեց նրան։ Պատասխանեց ասելով այսին ընդունեց նրա աղոթքը։ Հիմա երկու հարցեր 6-րդ հարցը մեր հարցաթերթիկում եւ 7-րդ հարցը 8-րդ համարում նշված ժողովրդի աղոթքը միտը եսասիրական է, այո կամ ոչ։ Այո անը ինչու, ոչ կամ ինչու։ Ես կարծում եմ այո, որովհետև նրանք նեղությունից ելնելով են Տիրոջ խնդրում սեփական անձի պաշտպանության համար։ Okay, եթե այդպես մտածենք, ուրիշ պատասխան ոչ ասող գա։ Հիմա ասեց առանձնապես եսասիրական է, որ իրենք ուզում են խուսափել նրանց նեղություններից։ Ինչու։ Ուրիշ բան ագար մեջը, որ արդեն նրանք կատարելագործեցին Աստուծո ուզածը։ Համայնքային է դիմում, ոչ թե եսասիրական, միայն անձով չի եւ խորհրդանշում է հավատքի եւ հնազանդության։ Այո, ավելի շիդագը այդպես է, Արաս ջան։ Ես հասկանում եմ, որ կարող է որոշ անհատներ լինեն, որ դակավին ընդդիմանում են Աստծո, տարբեր անհավատություն պատճառով, հա, բայց այս բարական նրանց զղջումը անգյազ էր։ Զղջում, բայց ինչի մանին։ Համայնքային զղջում են Հա։ Իրանք ազգովի զղջեն են, որ փրկվեն, ճիշտ է, որ փրկշտացնի ձերքից փորձնեն։ Այսինքն ես ինձ անձից սիրելով անում, թե Բայց Աստված խոստացած էր, որ եթե այսպես անեք, ես ձեզ կազատեմ։ Նրա համար է, որ եսասիրական չի կարող լինել։ Ես հասկացա։ Այդ առումով։ Իրանք չեն բանը,
աստուց չէին, փրկություն չէին խնդրում, որովհետև ասենք տենց էին ուզում։ Հաջորդելս դες աղոթքը պատասխանվեց։ Եթե եսասիրական լիներ, Աստված չէր պատասխան։ Շիդագի Արտուր եղբորս ասա։ Հա, Բայց հասկանում եմ քո գոմը դել, այո։ ասենք ֆիզիկական կողմից որ նայում ես մարդկային։ Հա, մարդկային կողմից եթե միան նայես, որ հա, Հա, մարդկային կողմից որ մտածում է, իրանք ընկան նեղը, Աստված իրենց որ նեղություն բերեց, իրանք ընկան նեղը եւ հասկացան, որ Աստծուն պետք է ընտրեն։ Իրանք ասենք նեղությունից ելնեն ոչ թե ասենք խաղաղ պայման։ Կարաս եղբայրը դերություն։ Եթե մենակ այդ հատվածը նայես, ճիշտ է։ Կարաս տես մտածես, չէ՞։ Ինչն է մեզ հուշում։ Հաջորդ համարները մեզ օգնում են, որպես մենք հասկանանք։ Մեր ոչ թե ասենք մեր կարծիքը, այ էզեգես չանենք, այլ էգզեգեզ անենք, այսինքն ուսումնասիրենք այն ինչ որ Աստվածաշունչն ասում։ Եվ դերը պատասխանեց նրան։ Իր աղոթքին պատասխան։ Սենց ասեմ, եթե եսասիրական լիներ, Աստված հաստատ Ոչա Սամվելին կպատասխաներ։ Այո։ Պատասխանի աղոթքները։ Դա նշանակում է Աստուն հաճելի ձևով էր, ինքը այդ համայնքային այդ համայնքային բանը դրանց բառը Զղջումը, ապաշխարությունը։ Համայնքային այդ զղջումը դա նշանակում է որ Աստուն հաճելի ուզած կերպով էր այդ ամեն ինչը դրա համար ընդունել։ Պատասխանը հաջորդ քայլին ցույց է տալիս։ Հիշում եք մի հատ տեմը գա Եսայի մարգարեության մեջ է, եթե չեմ սխալվում, ուր որ ասում է, եթե Մովսեսն ու Սամվելը դերը ասեց, որ իմ արջևս լինեին, դակավին ասում է, որ այս ժողովրդի միջիներեմ կամ այդպես բան ասում է, հա? Երեմիայում է, այսինքն մի խոսքով, եթե դերը ինքը արդեն որոշած է չպատասխանել, քանի որ ժողովրդի մեղքը դադաստանի արժում է, Երեմիա 15:1, ես աստե նշել եմ։ Հա, վերջը, այո։ So ուրեմն այդտեղ տեսում ենք, որ թե Սամվելը ինչպիսի դեղ ուներ Աստծո առաջ, որ իրեն համար Աստծո առաջնագահ ծառաներից էր, հավատարիմ ծառաներից էր, բայց նույնիսկ եթե դեմը կա, որ Աստված ինքը արդեն որոշած է դադել իր ժողովուրդը, իր փառքի համար եւ ժողովրդի համար, նրա լավության համար, նույնիսկ Դադաստանը բադիժնա մեր լավության համար է, Աստված կանե եւ կարող էր ասել, որ Սամվելի եւ Մովսեսի ասածը չեմ լսում։ Իրենց աղոթքը միջամուդությունը պիտի մտիկ չնեմ։ Ոչ թե որովհետեւ Սամվելը քեշ աղոթք արեց, կամ ինքը անցավորը, կամ Մովսեսը, չէ, ժողովրդի համար։ Սամվելը կարող ասել ով դեր ինձ ինչ չպատասխանեց, դերը կարող ասել նրա, որ նայր, քեզ համար չէ սա, ժողովրդի համար է սա։ Հիմա այստեղ անդրադառնալով էլի, ուրեմն, հա, եսասիրական չէ, որովհետև դերը պատասխանեց Սամվելի աղոթքը, այո, միան մարդկային կողմից, մարդկային դիտանկյունից, այո, եսասիրական է։ Բայց մենք այդպես չենք անում միտե, ով դեր ասում ենք ների մեզ ասում ենք, բաբանիր մեզ ասում ենք, քո փառքի համար ասում ենք, անդրադառնալով, որ եթե Աստված իր գամքի համացան չէ, իր փառքի համար չէ, պիտի չանե։ Այդ խոնարհությունը պետք է ունենանք, բայց եթե միան ասենք, ով դեր ես ցանկանում եմ սա, չեմ ցանկանում սա, ով դեր բաբանիր ինձ զավակներս եւ այլն, այդպես, ինչ որ մենք շատ անգամ մենք հայերս այդպես անում ենք, չէ՞։ Մենք աղոթում ենք Աստծո, ասի հայերս որ ասելով բոլոր հայությունը, որ աղոթում ենք, ասում ենք ով դեր իմ գնոջս այսպես, ամուսինիս այսպես, եւ որ նեղության մեջ ենք խնդրում ենք նրանից, բայց եւ որ նեղության մեջ չենք, Աստված մոռացված է, մորցված է մեր կողմից, այդպես, բայց մենք հավատացյալներս ավելի լավը գիտենք, այդպես չենք կարող անել եւ հաբա ընդհանրակը միշտ ինչպես Տերը մեզ սովորեցնում է, որ մեր ամեն օրվա հացը այսօր է մեզ դուր։ Ներիր մեզ մեր պարտքերը, ասի նույնիսկ մեր այսօրվան, այո, ամեն օրվա հացը այսօր է մեզ դուր, սա նշանակում է, որ Աստված չի ուզում, որ մենք աղոթենք ով դեր շնորհակալ ենք, մենք փող ունենք, դու մեզ օրհնած ես, մի անգամ շնորհակալություն հայտնենք եւ վերջ։ Դերը ուզում է մեզ սովորեցնել, որ ամեն օր եւ որ մենք աղոթում ենք շնորհակալ ենք այսօր մեր այսօրվա հացի համար էլ, սա մեզ բաբանում է խոնար, բահում է որ խոնար մնանք, բահում է որ մեզ Աստուծուց կախված մնանք, որովհետեւ մեր վստահությունը ամեն օրվա համար, գիտես, նրա վրա է, չասենք որ փող ունենք, պարկ Աստծո, Էբետ չունենք այսօր ալ շնորհակալություն հայտնելու մեր օրվա հացի համար, մեր մեղքերի համար եւ այլն, չէ, ամեն օր պետք ունենք Աստծուց կախյալ լինենք։ Հիմա 7-րդ հարցը, ինչ է Տիրոջ աղաղակելը եւ դրա կարեւորությունը։ Եվ ինչով սա դարբերում է աղոթելուց, այսինքն սովորական աղոթելուց։ Ինչ կարանք ասել մի քանի բան։ Այսինքն աղոթանքի եւ աղոթքի տարբերությունը։ Հա, այսինքն ինչու կարևոր է եւ ինչ է աղաղակել ընդեմ, ասենք, բարձրս աղոթել։ Հիմա հարցը հետեւյալն է. Միթե աղաղակել աղոթել է կամ ոչ, ամեն բանից առաջ։ Չէ, աղաղակել ոչ միշտ են աղաղակում, եթե իսկ աղոթելը, երբեմն առօրյայի մաս է կազմում,
բայց աղաղակելն աղոթքի ծև է։ Տարբեր Բայց կան, այն- ոստի Բայց նա ոչ միշտ աղաղակել։ Հա, ոչ միշտ աղաղակելը Արորիայի մաս չի կազմում ինքը։ այո, հավանական է, որ այդպես չէ, շիդագ ես Արաս ջան, այո։ Իրանք աղաղակում են, ասեն, այն պահին, երբ որ ասեն նեղության մեջ են լինում։ Ծանր, դժվար Դժվար իրավիճակի առաջ են, հա։ Եվ Տերը անկեղծ սրտից աղաղակը լսում է։ Ճիշտ ոսես ասած, Տերը անգյաց սրտից աղաղակը լսում է եւ մի հատ մտածեցեք եղբայրներ քույրեր ջան, հիմա բարձրապես վկայություն չեմ հարցնում, բայց միտը եղել է ծեր կյանքերում ադեններ ուր ես ալ եղել է դες այո հա Բայց աբաշխարել ինձի տարբեր ծևերով ոչ աբաշխարության նկատմամբ տարբեր ասենք կյանքի նկատմամբ որ եղած է որոշ ադեններ որ ոնց որ այդ աղաղակը Աստծո առաջ սրտանց գալիս է քո ցերկը չէ եւ այդ աղաղակի միջոցով եւ որ Աստված պատասխանում է որքան դու երախտաբար ես շնորհակալ ես Աստծո առաջ եւ ավելի հարկը իր արժեքը ավելի գիտես որ ինք կարող է քո այդ աղաղակը չանարգեց եւ պատասխանեց եւ ուրիշ ծև չէր լինում եթե ինք չմիջամտեր չէր լինում եւ Սամվել ինք այդպես արեց Սամվել աղաղեց Դիրոջը Իսրայելի համար հա Սամվել գարար աղոթել ով դեր դեսար նրանց խոստովանությունը ներեք Նույնն է, Սամվելը 7:5 աղոթում է, 7:9 աղաղակում է։ Անդե վտանգի մեջ էին, դե ապաշխարության համար էր։ Աղաղակելը Կարող է, վտանգի մեջ էին, ապաշխարության համար աղոթք էր անում, իսկ վտանգի պարագայում աղաղակում էր։ Ժողովուրդը եկան ասեց, չէ, Սամվելի մեկինը աղաղակի։ բայց Արտուր եղբայր աղոթքը արդեն հետո դեդագավին չարեց աղոթքի 5-րդ համարում ինի մեջն է որ արդեն 7:5 չէր ասում։ ինքը ասում է հա Ձեզ համար աղոթեմ Տիրոջ համար Այսինքն աղոթք կանեմ, ոչ թե աղաղակեմ։ հա բայց այդ աղոթքը հետո աղաղակի վերածվեց Հետո 7:9, բայց այդ պայն ապաշխարության համար ասում, գնամ աղոթք կանեմ։ Հետո վախից ինչ են ասում, գնա աղաղակի, ժողովրդին չեն ասում Սամվելին, գնա աղաղակի Տիրոջը, չէ՞, կարծեմ ինիշելով։ նո մեզ անդադար աղաղագիր ասեց եւ ասեն միշտ շարունակապար գիտար ինչու որովհետեւ նրանք վախենում էին բժշտացիներից սա նրանց մի խոսքով առաջնագարկ մտահոգություններ որովհետեւ դերը պաշտպանի եւ նրանք գիտեին Սամվելի նայեցեք Սամվելի դերը Աստծո առաջ որ իբր միջնորդ Աստծո եւ մարդկանց միջև կանայի կորձը չէ մեր Տեր Հիսուս ինչպես անում է իբր մեծ կանան ինքը մեր մեկ միջնորդ կա մեկ Դիմոթեոս 2-ում ասում է չէ Աստծո եւ մարդու միջև 2:6 Հիսուս Քրիստոս մարդը the man Christ Jesus one mediator between God and man so հա ուրեմն ռուսերենով մեդիատոր այդպես ասում են հա միջնորդ հա եւ որ Հիսուս Քրիստոս ինքն է ասպարակայում եւ այդ աղաղակելու կոնցեպտը քաղաքապարը կարևոր տեղ ունի երբ մեզ նեղության մեջ ենք եւ ասված այնպես թվում է որ երբ սրտանց անենք ես չեմ ասում որ 100%-ով ասված միշտ պիտի այո ասե հա աղաչանք բաղադանք խնդրանք այսինքն ոչ լուրջ ծևով հա իհարկե այո Ես մի հատ օրինակ բերեմ էլի որ թեկուզ երեխա ունենք թեկուզ տենում ենք որ այդ երեխեն կոշիկը փոկվել է եւ ես որպես թեկուզ հայր չեմ սպասի որ այդ երեխեն ինձ ասի հեր ուզում եմ այդ կոշիկը ես կնկատեմ կգնամ կառնեմ ինչ եմ ուզում ասել այդ աղոթքը միշտ անպայման է այդ sense որ տիպի աղոթքները որ Տերը կորզանի քո կյանքի մեջ թե Տերը նախորոք կարա դաժե դու կարաս չաղոթես որ ձերերով բայց ինքը իմանում է Աստված ինչի պարտադիր է ինքը ուզում է որ անպայման դու աղոթես որ քո աղոթքին պատասխանի թե որպես այլ ինքը գիտի խնդիր ունես այդ հարցը որպես այլ ես հա ոնց կարանք այդ հասկանանք ավելի ես հասկանում ինքը ես քեզ հարցնեմ դու ինչ կարծես ասված ինչպես ուզում որ դու անես այդ բարակայում հիմա երեխատ եւ որ գարիք ունի հիմա դու ուզում ես օրինակ ասենք ես կարամ ասել որ ես փող ունեմ երթամ գտնեմ շուկայից եւ գբերեմ երեխուս նոր գոշիկ կամ ինչ որ է պետք ունեմ աղոթելու այդ է հարցը հիմա իհարկե իմ առօրյա ցանկս Աստծո հանդեպ պետք է միշտ այդ շնորհակալությունը հայտնաբերեմ որով դեր շնորհակալ եմ այսօրվա հացիս համար էլ նրա մեջ
նրա մեջ կայանում է իմ հագուստը, շորս, կոշիկս, հացս, ինչ որ պետք է, գիտար, որովհետև դերը չասեց այդ տեղը, որ քո առողջության համար աղոթիր, արդեն այնա հացի առօրյա, որ հացը մի խոսքով, այո, ասին կոնկրետորեն ներկայացնում է առօրյա քո կերդ, ինչ որ պետք ունես մարմնի սնունդի համար, բայց միևնույն գիտես, որ Հիսուս ասեց, մի մտահոգվեք, ծեր, ինչ պիտի ակվեք, ինչ պիտի դուդեք, ինչ պիտի խմեք, այդ աղոթքի մեջ, ինչու որ դերունական աղոթքը մենք կարծում ենք մի քանի բան ինքը մեզ սովորեցնում է, եթե մեջը գնաս առնչությամբ, այդ ամեն մեկ արդայության, ինչ ուրիշ բաներ կա որ այդ կապ ունեն եւ իհարկե Աստծո հանդեպ որ մենք նայ Աստված երբեք բիզի չէ, զբաղ չէ, որ ասե Վահրամ ջան, ինձ մի հոգնեցրու, քո ասե գարիք ունես, երեխատ կոշիկ պետք ունի, փող պետք ունես, գնա քնե վերջ, դու ունես փող, քեզ տվել եմ։ Այսինքն մի խոսքով բարձրացնում այդ աղոթքը, շնորհակալության ցևով, երախտագիտության, հա։ Աստված ի սկզբանե Ադամի եւ Եվայից ցույց տվեց, որ մեղքի պատճառով զրկվեցին Աստծո հաղորդակցությունից, Աստծուն դիմելուց, Աստծուց սովորելուց եւ Աստծո կամքը կատարելուց, կապը կտրվեց։ Հիմա մեղավոր բնության մարդը իր մեջ բնության մեջ ինքը սովոր է միշտ փախնել Աստծո կամքից, չնազանդել Աստծուն, չէ, թմբել մեկ այլ ուրիշ հավատքի աղբյուրներ, նոր կարդանք դրա մեջ, չէ, որ մուրթեր են իրանց համար եւ միասնական չէին, Աստծո կամքը չէին ընդունում։ Հիմա աղոթքով Աստված ինչ է ուզում, սա միջոց է մարդուն որպեսզի օգնի եւ ցույց տա, որ մարդը գիտակցի ինքը պիտի կախված լինի Աստծուց, որ ճշմարիտ քայլի իր ճանապարհների մեջ, այսինքն մեղքի մեջ չլինի, որ իրան վնաս չլինի։ Աղոթքը մեզ օգնում է, որ մենք միշտ հիշենք, որ մենք մեր կյանքերը մեր ձեռքին չի, մենք չենք մեր կյանքի թագավորը, այլ մեր Տերը Աստվածն է, մենք մեր հույսը Աստծո վրա ենք դնում։ Երբ որ քո հույսը քո վրա տնես, նշանակում է լիք սխալվես, մեղք կգործես։ Այսինքն աղոթքը սա քեզ ազդարության պահում է, միշտ զգոն, որ դու հասկանաս, որ միշտ իրան պետք է դիմես, որպեսզի չվնասվես։ Աղոթքը սրա համար է։ Ոչ թե ինքը չի կարա անի, մենք դեռ չծնված արդեն ինքը մեզ համար հոգ է տարել եւ հոգ է տանում ամեն ինչի մասին։ Բայց քեզ էլ սովորեցնում աղոթքի, որ հիշես միշտ, որ ինքը քո Տերն է։ Չդարի Արտուր եղբորս ասա, այդ կախվածությունը Աստծուց, հա։ Հիմա պրոստը գներենք ոսկան։ Ոչ ոչինչ։ Մասին ենք խոսում։ Չէ, կարևոր է։ Պրոստը մենք կարանք բարեր ասենք, շատ բարեր ասենք, դաժե աչքի փակ աղոթենք, չէ՞։ Բայց իսկական աղոթքը դա состояние ոնց է հայերեն։ Իրավիճակը ոնց է սրտի, չէ՞։ Ոնց որ Այո, իրավիճակը առօրյա շարունակական միևնույն ադեն այդ հասկացողությունն ալ գա, բայց հա, Սպերժինը մի անգամ ասել է դաժե մարդը եւ մի անգամ sense վздыхание ոնց է։ ինչու համար Աստծո խոսքը ասում է Պողոս Արաքյալի միջոցով, որ միշտ աղոթքի մեջ եղեք սկսելով, գիտար, ինչպես մենք անդադար աղոթքի մեջ կարա լինել։ Այդ իրավիճակ, հարաբերություն աղոթքով միշտ մտքումդ, սրտումդ, Պրոստը դու կարաս ժամերով չաղոթես, բայց ընդհանրապես այդ սիրտը քո մեջ խոսաս Աստծո հետ, ասես։ բայց երկուսն էլ կարևոր են։ Թե այդ իրավիճակն էլ կյանքի նկատմամբ եւ թե միևնույն ադեն, որ որոշ կոնկրետ ժամանակներ օրվա ընթացքում աղոթքով։ Երբ որ մեկի սիրում ես, կամ հեսա որ պիտի սիրես, թե հեռախոսով խոստաս, թե վայբերով անջատված է այդ կապը, բայց այդ սիրտը իր հետ դու քեզ խոսում ես, այսինքն միշտ իր հետ ես, Վահրամ ջան։ Չէ, բայց կարաս խոսաս հետը։ Կամ խոսաս, չէ, ես խոսում եմ կեղծ, ես իրական սիրում ասում։ Հիմա գնացի կեղծիկներ հետևից ընդ։ Մենք Աստված կեղծիկ չի, իրական ճշմարիտ մեր Հայր Աստվածն է եւ մեր բարինացանկանում մեր կյանք տվողն է եւ փրկողն է եւ օրհնողն է։ Հիմա երբ որ այդ աղոթում ես, իրեն շփվում ես խոսքի միջոցով, չէ՞, վերջացիր կարդալ, քայլում ես արդեն։ Բայց եթե դու իր մասին ես մտածում, ուրախ ես, ցնծում ես, ինքը քո կյանքիդ մեջն է, էլի հաղորդակցում ես, շունչը այդ ամեն ինչ իր հետ միասնական, այսինքն հաղորդակցում ես միշտ հարատև աղոթ, նշանակում է հարատև շփում, հարաբերում, հաղորդակցություն, մտքով, հետը ամեն ինչում։ Հիմա ես նոր ապաշխարել ես ինչ անում, տնից ուզում եի դուրս գամ, ասում եմ Տեր Աստված, դուրս գամ, դուրս եմ գալ, Տեր օրհնի իմ ճանապարհը, նստում եի ռոլին, ասում եի Տեր Աստված, պահի ինձ չարից մեղքից փորձանքից, ամեն ինչ քայլում հարցնում էի։ Հիմա է որ մեծացա, դախացա, մի քիչ կան։ Շալով։ Շարունակենք եղբայրներ ջան։ Ուրեմն չէ, ուզում ասեմ հասկանալի։
Չէ, դա բարձ է սա պրոստը։ աղոթքը թե ցանկի գեցվածք է, շարունակական հարաբերություն է, եւ միևնադեն թե որոշ ադմներ պիտի ժամանակ առնես 5 րոպե է կամ 50 րոպե է, ինչ որ է ազո այդ բանով գիծար ժամանակ տաս։ Մենք ուտելիք, շոր, դա ոնց որ հասկանալի է, բայց sense մասին որ աղոթենք որ մենք ավելի շատ մեր քայլերի մեր սուրբ լինենք կամ մեր լեզուն կարենանք պահենք կամ մեր բնավորությունը դեպի Աստծո գնա իմ կարծիքով եթե հոգևոր կյանքից ենք խոսում դա ավելի կարևոր բաներ են քան թե աղոթել Պրոստը տենց դեպքեր ա եղել լսել եմ որ հավատացյալները մենակ աղոթում են պասպորտ ստանալու մասին, մեքենայի մասին։ Հավատացյալ հոգեգործականները թե Չէ, հավատացյալ։ ընդհանրապես։ Հիմա լայ Չեմ ասում դա վատ բան է, դա լավ բան է, պրոստը հոգևոր հասակից է կախված դա։ Եթե հիշես քո առաջի օրերը ինչ էիր աղոթում, մեկ էլ մի որոշ ժամանակ հետո Աստծո հետ հաղորդակցելով, դրանից հետո ինչ էիր խնդրում, մեկ էլ հիմա ինչ ես խնդրում, տարբեր բաներ են, ասենք ես արագ տղա։ Ինձ ասում սրբացում է որ process-ում ես այդ կասածը պասպորտ ես խնդրում, կարող են առաջի օրն է, կարող են սիրած, ես հիշում եմ սկի որ եկեղեցի եմ մտնում, ասենք առաքելական, առաջի օրը, ասում եմ տեր ասպատ ես որ կնում ես ինչ գործը կողություն անում, անենց արա հանկարծ չվեն, ասում մոմեր վարում էի, թողուքուս էի կալի, Ասի ամոր է։ վերջ, ասպոց թույլտվությունը ստացել եմ կենացի, ասկենց ու կնում որ հաջողում էր, ասում եմ տեր ասպատ ասում ես, հիմա դու ասում ես պասպորտ էր ուզում, Ուղղակի հասունության հետ կապված հարցը, ինչքան ես հասունացած, կարա լինի, երեխան ոնց է փոքր հասակում, մամա ջան ինձ ես կտաս լացում ամ, մի քիչ մեծանում ուրիշ բան է ուզում, ավելի է մեծանում արդեն ասում ուզում եմ ամուսնանամ։ Ուզում ամուսնանամ։ Շատ լավ։ Ուրեմն Սամվել 9-րդ համարում գաթնգեր մի գառնուկ վերցրեց եւ այն ամբողջովին ողջագեզ մատուցեց Տիրոջը։ Եվ Սամվելը Տիրոջն աղաղեց Իսրայելի համար եւ Տերը պատասխանեց նրան։ Իհարկե հիմա եւ որ այս ողջագեզ ասում է նմանավանդ այդ կրագով ասենք եթե Տիրոջը արչեւ այդ ողջագեզը նվիրատությունը անում է ոնց որ խավության այդ խորհուրդ ունի ինչ որ արդեն Սուրբ գրքում օրինակ Եվդացիների մեգում հիշում է Ազո խոսքը որ այդպիսի բաներ ներգրավված է Ազո արչեւ երբ այդպիսի ողջագեզ ներկայացվի զղջումի հետ կապ ունի ուրեմն որովհետեւ Տերը ընդունի եւ Տերը արդեն ընդունեց 9-րդ համարի վերջը իր աղոթքը պատասխանեց ուրեմն սա նշանակում է որ իր ռած ողջագեզնալ որ մատուցեց Տիրոջը ժողովրդի խաթեր համար ընդունվեց եւ մինչ Սամվելը մատուցում էր ողջագեզը պատկերացրեք այսին այդպես թվում է որ լուր եկավ Մինչ Սամվելը մատուցում էր ողջագեզը փղշտացիները մոտեցան որ բادرազմեն Իսրայելի դեմ պատկերացրեք որ մենք երբեմն ասում ենք որ ինչ լավ հոգևոր իրավիճակի մեջ ենք աղոթում ենք ամեն բան լավ գնում է ծառայությունը լավ գնում է հոգևոր ախտանակների արժև եք մինչ այդ դժնամին արդեն ինքը պատրաստ է որ ուրիշ իրաչորդ փուլը հարցակման գադարելագործ է Աստված անշուշտ թույլ տալիս է նրան եւ այդպիսով մի խոսքով մենք փորձվում ենք միթե մեր հավատքը կայունա աճումա չէ թե ոչ տակավին այնտեղ ենք ուր որ էինք կամ ավելի ոնց որ դեղ քայլ արեցինք հավատքի առումով եւ դերը նայեցեք ինչ արեց արդեն ինքը միջամտեց այս բարակայում սա չի նշանակում ամեն անգամ նույնը պիտի պատահի մեզ համար էլ ոչ սա Իսրայելի համար է կոնկրետորեն ինչպես ասեցինք եւ դերը բարձր ցայնով նույն օրը որոդած փղշտացիների վրա հիմա սա կարող է աստվածային միջամտություն լինի կամ սա կարող է բնության հետ կապ ունենա բայց դիրոջ գործն է երկուսն էլ ինչու բնությունն է իր բնությունն է եւ խուջաբի մատնեց նրանց եւ նրանք Իսրայելի առաջ բարդվեցին իհարկե այստեղ բամությունը չի պատմում մանրամասները բայց ցույց տալիս է որ բادرազմը եղավ եւ փղշտացիները ասում այս բարակայում Իսրայելի առաջ բարդվեցին եւ Իսրայելի մարդիկ դուրս եկան Մասպայից եւ ալազեցին փղշտացիներին եւ նրան ճարտեցին մինչեւ Պետկովրի տակ Եվ Սամվելը մի քար վերցրեց, մի քար, ու կանգնեցրեց Մասպայի եւ Սենի միջև եւ նրա անունը դրեց Աբենեզեր, ասելով որ Տերը մինչեւ այստեղը օգնեց մեզ, ասել մինչեւ այսօր օգնեց մեզ։ Հիմա հետեւյալ հարցը, թիվ 8, ինչ նշանակություն ունի Սամվելի կողմից այս 13-րդ համարում դեղատրված քարը։ Ինչու կարևոր է կյանքում Աստծո
մեր հանդեպ ցուցաբերած բարության մասին ամուր հիշողություն ունենալը։ Հիմա թիվ 1 առաջին մասը հարցին։ Իմաստը ինչ է այս քարին։ Հա, ինչու որ արդեն այդ Աբենեզեր բարի հասկացողությունը սա նշանակում է, որ այսինքն օգնության մի քար, այս բարակային, որ այդ օգնության քարի միջոցով մենք հիշողությունից մեջ պահենք, մեր հիշողության մեջ պահենք, որ Աստված մեզ օգնած է եսելով։ Դերը մինչև այստեղը օգնեց մեզ։ Սա չի նշանակում, որ դերը մինչև այդտեղ օգնեց եւ պիտի չօգնե հետքը, չէ, եւ որ մենք լրացնենք այդ պայմանները, որ դերը դրած է մեր կյանքերում իրեն հետևելու, հնազանդվելու, իրեն ծառայելու, գուրքեր հեռացնել եւ այլն, դերը ինք Եվ ինչ նշանը, կօգնի։ նշանը ինչ է խորհրդանշում այդ նշանը, որ իշեն, ինչ է իշեն, հաղթանակ հասկացան, բայց ինչ իշեն, միշտ իշեն, այդ քարը, քարը տեսնում ինչ իշեն, որ դերը մեզ օգնեց մինչև այստեղը, հա, որ Չեմ ասում հստացողը, ասեն բանը։ այսինքն դիրոջը բանը, ոչ թե հաղթանակը, Արթուր եղբորը գեդը նա է, հավատում եմ, որ ոչ թե բարձրապես որ մենք այդ օրը հաղթեցինք բղշտացիներին, չէ, հաբա այսինքն ոչ բանակից էր, որ դիրոջից, հաղթեց, հա, ոչ տապանակներ, որ հաղթեցին, դիրոջը, ոչ էլ սամվելներ, որ հաղթեցին, այլ Տիրոջից։ նշան, հիշեն, որ Տերն իրաց օգնեց, հաղթեցին։ եւ ինչու համար երբեմն օրինակ նույնիսկ ես որոշ բաներ օրինակ տեղադրում ենք մեր տուներում, որ Աստուծո, հա, հիշադակը քար չէ, ուրիշ օրինակ կարող է նկարը լինի, հա, որ մեզ հիշեցնում է, չգիտեմ, առողջություն, կարող է որ որոշ օրինակ իրադարձություն եղավ մեր կյանքում եւ նկարը, ասին մարդկանց հետ հաց ուտում էինք կամ ծառայություն արեցինք, նկարը մեջ հիշեցնում է Աստծո ողորմությունը այդ նկարի միջոցով։ Հիմա այս բարակայում Սամվել այդպես արեց, հիմա իհարկե, հիմա եւ որ քար ասում է, մենք չենք խոսում այսպես փոքր քարը։ Հիմա մենք չգիտենք որքան մեծ է, որ ժողովուրդը տեսնա եւ ամեն անգամ որ տեսնա հիշի, որ Տերը ինչ արեց օգնելու համար։ Համարները միշտ որ ասես գնացեք տապանակը բերեք։ Ուզում իրաց մտածել որ տապանակը բերելով է որ պետք է հաղթանակ տանեն։ Իսկ դե նշանը դրես քարը որ ցույց տա որ հիշեն միշտ որ ոչ տապանակն էր որ դեր ոչ Օգնության քար, այ։ Մի քիչ նման Այս է։ ումից օգնության Տիրոջից, հա։ իրանք չեն բանակը չէր Տերն օգնեց այսինքն տապանակը չէր ոչ է սամվելն էր այլ ամբողջ հիշողության մեջ Բայց դեռ հետաքրքիր է, այդ Սամուիլն է վերցնում այդ քարը։ Հա։ Աստվածը չի ասում իրան գնա։ Այո։ Ըստ այդ առումով որ այսօր այսօր կամքի համաձայն է դնում չէ, բայց այսօր առաքելականները կամ որոշ եկեղեցիները sense տրադիցիոնալ այդ իկոնաները որ կան։ Հիմա նրանց հետ կապ չունի սա։ Չէ, առումով որ նկարը որ նայել են։ ասես նայ այս ինչ պատմություն կարդում ենք սա քեզ չի վերաբերվում ինչ չի վերաբերվում սա վերաբերում է հրեային տվյալ շրջանի ժողովրդին հրեաներին սա վերցնես քեզ համար նույն օրինակը բերես կամ համատությունես սխալ է որովհետև սա քեզ չի վերաբերում դու հայ ես ստեղ խոսում ես հրեայի մասին ինչ կապում իքով կամ առաքելական եկեղեցու տաճարը այ հենց այս նման համեմատական համատություններ անելով որ մենք սկսում ենք ինչ անել սխալ է աստվածաշունչը էզեգեզ անել փոքրիկ ասած Հիմա ես անգես լնոմար սա թեման չէ, բայց անձնական կապարս է։ Հիմա ես չեմ ասում որ մեր եկեղեցիում նկարներ տնենք, այդպես չենք անում, բայց անձնապես օրինակ եթե նկար եթե գա, օրինակ ես օրինակ չեմ տեսնում որ սա գրաբաշխություն է, ինչու որ ես նկարը չեմ բաշխում։ Ուրիշ մեկը կարող է որ նկարը բաշխի, ինչպես Արթուր եղբայրը մի քիչ աղոթքի բանով ասեց, որ եկեղեցի գնում էի, իմ աղոթքը սանում է, որ եսասիրական աղոթքերը դա ազո շնորհակալություն հայտնում է, որ օրինակ չգիտեմ ինչ հայտարարության աչև չգտնվեց սա, գիտես։ Հա, նրանք լսեցին։ Բայց այսին ինչու որովհետև նա երբեմն կան ավադացիալներ, որ էլի սա թեմանից չէ, բայց կանո հարց բարձրացրեցիր։ Ես օրինակ անձնապես սա անձնական կապար է։ Ես չեմ ասում ադի դուք այդպես արեք կամ ադի շիդագ կամ սխալ է։ Օրինակ եթե օրինակ բադայեր որ նկարում ունենամ տան մեջ, որ Հիսուսի դեմքն է իբր թե։ Ես սա օրինակ մեղ չեմ սեբում։ Ոչ ալ օրինակ մեր առաքելական եկեղեցվո կամ մեր ոյ մեկ եկեղեցվո հետ գաբ ունի, այդպես չէ։ Բարձրապես սա ինձ հիշեցնում է իմ դերը եւ ինձ համար չի քայտակեցնում սա։ Բայց ուրիշներ կա որ քայտակվում են, այո։ նկարի խոսում նկարին աղոթք Մարդիկա որ կարող է քայտակվեն, նրանց համար ուրիշ բան է։ Բայց ես օրինակ փոքր ադենից մեծացել եմ, գիտես,
դե ավետարանական դպրոցի միջոցով օրինակ կալենդարներ ունեինք, որ 12 նկար Հիսուսի այդպես դարվա 12 ամիսները Հիսուսի նկարներ կային։ Բայց ինձ համար քաղցր էր, ինչու որովհետև ես հիշում էի այդ նկարի յետևը գանկնող բացմությունը սուրբ քրային։ Ոչ թե բարձաբես այդպես ոնց գախարտական մի բան, նպատակը, հա։ Այո, բայց նրանք որ վերստին ծնունդ չունեն։ Այո, սոյ է խնդիրը, այո։ Այո, նրանց համար, այո, կարող է մեծ խնդրեմ, այո։ Սրտություն են ընդունում դա։ Ես էդ եմ ուզում եմ։ Անկամ շենքեր մտնում են հետ են դուրս գալիս շենքից, ասենք տաճար։ Կամ իկոնա են տեսնում չոքում են, կամ իկոնաներ են դնում սենյակի անկյուններում հատուկ մոն վառելու անկյուն են սարքում, հատուկ տեղ որ պետք է իրան հենց այդտեղ պաշտեն։ Մարդ կա, օրինակ, ծանոթ ասма, երբ որ պրոբլեմում ես անպայման պետք է գնամ քաղաքեսին եկեղեցին ասում եմ դե մոն վառեմ, աղոթեմ ու տուն գամ, այսինքն իր համար դա հատուկ մի վայր է, որ Աստված մենակ ընդդեմ։ Պրոստը ես ինչու հարց տվեցի, որ եղբայր, ընդհանրապես այս քար դնելը, sense սիմվոլիկ բաները, հիշում եք Գիդեոնը, որ հաղթեր, հետո դա դարել էր իդոլ։ Հեսունալ արեց, նրա համար է, որ այսալ ուրիշ բան մնե, որ այդ բաները պետք չէ դառնան իբր գուրք, հետո որ ժողովուրդը պաշտամունքի առարգա դարձնի։ Սա ինչպես, բարձրապես հիշելու համար է, որ դերը ինչ արեց, բարձրապես։ Միջև այստեղ սահման։ Բարձրապես, չէ՞ թե ոչ։ Միջև սահման։ Խնդիրը է դուք, գիտես, ինչ գուրք կարա դառնան։ Օրինակ, նայ, Սուրբ գրքում ունենք օրինակ Իսրայելի այդ հասկացողությունը Բեթելի մեջ, որ Հակոբը ծննդոցում ինքը առաջին այդ, ասենք, բադարը որ տեսնում ենք, ինքը այդպես արեց Բեթելի մեջ, հետո Հեսուն նույնը արեց, 12 քարեր դրեց, որ Հորտանանի, ասենք, թե այդ քեդի անցնում էին դեպի մյուս կողմը եւ այլն, հետո Աքարի բարակայինալ, Աքարի անազանության բարակային քարեր դրեցին Իշադակի համար նրա վրա։ Բայց տարբեր բաներ, հա։ Հարցանը դարձավ մնաց, այսինքն եթե տեսնա պաշտելու տեղ հատուկ գնան։ Լավ է որ չգիտենք այդ տեղեր ուր են։ Հա, բաները, հետո Մովսեսի գերեզմանը ինչի թույլ չտվեց, որ մնա այդտեղը գտնեն, որ կրապաշտության բան առիթ չդառնա, բայց այդ քարերն էլ մնացին հիմա։ Բայց դե կոնկրետ ասում են նշան սահման, որպես սահման, ինչ անել, որ միջև այստեղ դերեմ էս հետ դերեմ էս կամ էս խախտում։ Հա, то есть իմաստություն կա, սահմանազատել, գծել էլի։ Հիմա կայ սահմանապահները դնում են, չէ՞, որ շալարեր կա Թուրքիայի հետ, ինտեղ կա, այդ չկա։ Բայց ինչ որ մի հատ բանա դրած, գերանա դրած, վերեն գրած որ մինչև այստեղ մեր սահմանն է։ Հիմա այս հաղթանակի սահմանը, ուրեմն կարևոր չի որ այդ քարնա դրե, կարևորը ոնց անունա դրե, չէ՞, քարը։ Հիշադակն է կարևորը, որ Աստված արեց ինչ որ արեց։ Ամենակարևորը սա է։ Եվ հիմա նրա համար է, որ այստեղ հարցնում եմ, ինչու է կարևոր կյանքում 8-րդ հարցի երկրորդ բաժինը, ինչու է կարևոր կյանքում Աստծո մեր հանդեպ ցուցաբերած բարության մասին ամուր, լավ, դոգուն, հաստատ հիշողություն ունենալը։ Որովհետև մենք մոմենտներ կունենանք կյանքում, որ այդ մոմենտներում կարող է որ մեր հավատքը փորձվի եւ ինչպես մենք պիտի կարողանանք այդ մոմենտներում հարատևել մեր հավատքի մեջ հաստատ կերպով քան թե դարուբերվել, հիշելով որ Աստծո նախքին բարությունը ոնց եղած է մեզ հանդեպ, ուրեմն մենք կարանք հավատալ, որ Տագավին Աստված ինք ամփոփող Աստված լինելով իր բարությունը Տագավին հադած չէ մեզ համար, վերջացած չէ մեզ համար։ Նրա համար է որ ամուր հիշողություն պետք է ունենանք Աստծո բարության հանդեպ։ հետո հոյ եղբայր նույն տարածքում չէր պարտվել Իսրայելը, նույն վայրում, առաջի պարտությունը երբ որ կրեց։ Ինչպես։ Այդ որտեղ քարը տրվեց, այդ նույն տարածքում այդտեղ պարտվել էր, չէ, Իսրայելը։ Այստեղ որ Միսպայում անտիբեցին, չեմ հիշում։ Այդ քարը որտեղ որ տրվեց, այդ տարածքներում չէր պարտվել։ Չեմ հիշում Արթուր եղբայրս։ Մեկ թակավորների մեջ, չեմ հիշում։ Որտեղ 4-րդ գլխում էր կարծում։ Ոչ շուտ հետո կնենք վերջում ազգայնագրությունը։ Եւ այդ նույն տարածքում պարտվել էր, այդ նույն տարածքում էր ապաշխարեցին, զղջացին եւ եկան տիրոջը վստահեցին հաղթանակը տան նշան։ Այսինքն այն ժամանակ Աստծո հետ չէին պարտվեցին, հիմա տրվեցին Աստծուն, հաղթեցին։ 4 գլուխ կնենք հետո։ Եվ ասում է պղշտացիները մնաց Եվ պղշտացիները մնացին գլխիգոր եւ այլևս չարցակվեցին Իսրայելի սահմանի վրա։ Իհարկե, որ այսպես ասում է, այլևս այդ ժամանակաշրջանում, ինչու որ հետո արդեն ուրիշ խնդիրներ ունեցած են նրանց հետ իրենց տարածքներում։
եւ Սամվել ինչու որ հիշում եք մի քիչ առաջ երկու թագավորների 23-ում արդեն նրանք Բեթլեհեմում էին բղշտացիները այսինքն մի խոսքով Իսրայելի սահմաններու մեջ էին ուր որ Դավիթ թագավոր մեծացել էր եւ որ փոքր էր եւ այլն եւ Սամվելի բոլոր օրերին Տիրոջ ցերկը բղշտացիների վրա էր տեսակ Սամվելի բոլոր օրերին սա մեզ ցույց տալիս է որ մեկ մարդ մեկ հավատարիմ մարդ կարող է մեծ տարբերություն ունել Աստծո ժողովրդին համար իբր առաջնորդ իբր ծառա եւ Աստված իր օրդությունը շարունակում է իր ժողովրդին տալ ոչ թե միայն այդ մեկ մարդու պատճառով իհարկե չէ գլխավորապես Աստված ողորմած Աստված լինելով բայց կարևոր է նկատի ունենալ որ այստեղը չի փախցնենք չի փաց թողնենք այդ հասկացողությունը որ գարան քաղել այդ սկզբունքը որ գարան քաղել 13 համարի երկրորդ բաժնից Սամվելի բոլոր օրերին Տիրոջ ցերկը բղշտացիների վրա էր մեկ մարդ ինչ տարբերություն գարանել երբ ինք հավատարիմ է Աստծո եւ այդպեսի մարդ պետք է լինենք այդպեսի անձ պետք է լինենք եւ այն քաղաքները որ բղշտացիները վերցրել էին Ագարոնից մինչև Գետ նրանք վերադարձին Իսրայելին եւ Իսրայելը նրանց սահմաններն ազատեց բղշտացիների ցերկից եւ խաղաղություն էր դիրում Իսրայելի եւ ամորացիների միջև ամորացիները այստեղ ոնց որ խելոք են բայց մենք գիտենք որ իսրայելցիների հետ հետո խնդիրներ ունենում են բայց այստեղ հանգիստ են հանգիստ մնում են օքեյ եւ Սամվելը Իսրայելի դադավորն էր իր կյանքի բոլոր օրերին ահավասիկ տեսնում եք որ ոչ թե միայն մարգարե է դադավոր է միևնույն ինչու որ Դադաստան անում է ժողովրդի եւ Աստծո միջև ժողովրդի խնդիրների հարցերի առումով ինքը այնտեղ դադում է եւ նա ամեն տարի գնում էր Բեթել Կաղկաղա եւ Մասպա շրջագայում էր բոլոր այդ տեղերում եւ դադում էր Իսրայելին հիմա երբ այստեղը նայենք հիմա աշխարհակրական առումով այս երեք քաղաքները որ այստեղ նշված են նրանք քանի մղոնի այսինքն միջև են այդպես չէ որ բավական հեռու տեղեր են այսինքն մի խոսքով իր այդ շրջանակը ծառայության այդ շրջաններում էր ավելի կենտրոնացած եւ ինքը ասում է որ ինք Սամվել մարգարեն ամեն տարի գնում էր Բեթել եւ այլն սա իր ծառայության մաս էր ինչու է 9-րդ հարցը ինչու է Սամվելի ամեն ամյա ուղևորությունը դեպի Իսրայելի որոշ քաղաքները կարևոր ինչ սկզբում կարող է Սամվել սովորեցնել ծառայության նկատմամբ կամ ծառայության մեջ նա հավատարմորեն իր ծառայությունն է կատարում հավատարմորեն իր ծառայություն շիդակ պատասխան այսօր խոսքն է գործ չեմ հասցնում հա Ճիշտ, հավատարմորեն իր ծառայությունն է կատարում այդ քաղաքները այցելելով, ժողովուրդը այցելելով, մի խոսքով ինքը բաց չի թողնում իր ծառայությունը, ասելով ես Աստծո մարգարեն եմ։ Վստահություն եւ հավատարմություն։ Նա չի մտածում իր առօրյայի մասին, մտածում է իր աշխատանքի մասին, վստահում է Աստծուն եւ հավատարմորեն ծառայում է։ Այդ հավատարիմ ծառայությունը տարի կարևոր է բաբանվի, որովհետեւ ժողովուրդն ալ արդեն տեսնելով նրա հավատարմությունը իրենց վստահությունը շարունակվում է եթե ոչ այդ հավատարմությունը չլինի հետո ժողովուրդը սկսեն մտածել որ օքեյ այս մարդը որքան մեզ այսինքն հոգ տանում է որքան մեզ համար մտահոգված է որքան ինք մտահոգված է մեր հոգևոր աճով մեր ասենք բարոյական ընթացքով եւ այլն դա շիդակ պատասխան է առաջան շնորհակալություն եւ հետո վերջին համարը ասում է եւ վերադառնում է Ռամա որովհետեւ իր դունը այնտեղ էր եւ այնտեղ դադում էր Իսրայելին այսինքն այնտեղ ալ այսինքն մի խոսքով գնում է իդ վերադառնում է այդ շրջանը անում է եւ ասում է հետո այնտեղ էլ զոհասեղան շինեց Տիրոջ համար այնտեղ ասելով Ռամայի նկատմամբ իհարկե որ զոհասեղան շինումը Յահվեի համար Տիրոջ ասում է Յահվեի Եհովայի համար սա մեզ ցույց տալիս է որ ինք թե ոչ թե միայն դատավոր է ոչ թե միայն մարգարե է որ ասում է որ դուք պետք է դառնաք ասենք թե գուրկերից եւ միևնույն ինք քահանա է եւ որ զոհասեղան շինում է բարեխոսում է աղագում է աղոթում է ժողովրդի համար միջնորդը ուրեմն դատավոր մարգարե եւ քահանա դատավոր մարգարե եւ քահանա եւ Սամվել այո այդպեսի անց էր ինք հաշվետու էր ժողովրդի առաջ Տիրոջ արչեւ իհարկե իր ծառայությունով եւ այո Սամվել գնալով ժողովրդին դադելով սովորեցնելով ոնց որ Աստծո արդար նպատակները եւ արդար հանձնարարականները ինք հիշեցնում էր ժողովրդին որ ժողովուրդը նրանց
համացանք քայլի եւ իր հարգե իր առաջնորդությամբ եւ ծառայությամբ ժողովուրդը ավելի հագամետ էին նրա հավատարմության առումով հագամետ էին ավելի ծառայել մնալ դիրոջ հետ քան թե յետ գուրքերու գնալ պատկերացրեք երբ հոգեվոր առաջնորդություն չի գա Սամվելի նման ժողովուրդը արդեն ուր որ հոգեվոր առաջնորդություն չի գա առողջ ժողովուրդը գծրվի մեր երկրումը նույնն է մեր հայազգումը նույնն է երբ որ մեր եկեղեցիները հավատարիմ չգտնվեն դիրոջ առաջ ժողովուրդը արդեն պիտի հետևեն ումի ինչպես քահանան նույնպես էլ ժողովուրդը պիտի լինի ասի մի խոսքով ինչպես առաջնորդը ինչ որ հին ուխտում այդպեսի արդայություն կա ազո խոսքի մեջ ինչպես քահանան ժողովուրդն նույնը որ վերջ-վերջո նրանց պիտի հետևի քան որ նրանցից ինչ որ սովորում է տեսնում է ժողովուրդը պիտի կարծե որ սա է հոգևորությունը եւ մենք ալ բարդավոր ենք մեր եկեղեցիներում իբր ավետարանական եկեղեցիներ որ հավատարիմ մնանք որ ժողովուրդը տեսնե մեր օրինակը ոչ թե որբեսի ասե որ սրանք լավ մարդիկ են չէ մենք գիտենք ազո շնորհքով փրկված մարդիկ ենք բայց մեր հավատարմությունը կարևոր է որ մարդիկ տեսնեն եւ Աստված բարավորվի նրա միջոցով չէ թե ոչ եթե խագ ասենք թե չգիտեմ խագ միրգի նման լինենք կամ ասենք որտոդած միրգի նման լինենք իբր առաջնորդներ ժողովուրդը ինչ պիտի սովորի պիտի կարծի որ սա է հոգևոր կյանքը ուրեմն մենք սրանից լավ բան չգիտենք եւ սա պետք է անենք բայց եւ որ լավ օրինակը տեսնում են բարիվարքի հետևում են քան որ ազո խոսքը հասկանալով որ ինչ պահանջում է նրանց առաջնորդների օրինակից հետևելով Սամվելի օրինակը լավ օրինակ է մեզ համար 10-րդ հարցը ուրեմն ինչով է հայտնի Սամվել մարգարեն հիմա եւ որ ասում ենք այստեղ դեսեք 5-րդ 8-րդ եւ 9-րդ համարները ինչով է հայտնի Սամվել մարգարեն մի բան 5 համարից հիմա շատ բաներ կա Սամվելի վրա գարակ աղոթքով 5 8-ը եւ 9-ն արդեն աղոթքի մարդ էր ինքը ազո առաջնորդը ազո ծառան միայն խոսիլը չէ միայն սորվեցնելը չէ եւ աղոթքի մարդ է աղոթքի ավադումը ինչու որովհետեւ ազո ավադումը որ Աստված կարող է ինք միջամդի գործի սրդեր փոխի ինչ որ մենք չենք կարող անել բայց Աստված կարող է նրա համար է որ մենք մեր ավետարանչական գործերի մեջ գործարքի մեջ մենք չենք ենթադրում որ դիմացի անձը մեծ սրիգային մեկն է ուրեմն ինչպես կարանք նրան ավետարանը տալ ինքը մտիկ պիտի չանի Աստծո ավետարանը կարող է փշրել ամենակարծրացած սիրտն էլ Բոսարակյալին մեղավորների գլուխը 1 Տիմոթեոս 1:15 մեղավորների գլուխը եւ Սամվելը ժողովրդի կողմից վստահելի մարդ էր որ դիմում են իրան աղոթքի համար հա իրենց համար աղոթք անկեղծ ինչու որովհետեւ ժողովուրդը գիտի որ Տերը նրա միջոցով աշխատում է բադասխանում է աղոթքի հա սա անշուշտ մեծ օրհնություն է Սամվելի համար որ Սամվելի պես էլի մեծ նման մեղավոր մարդ բայց հավատարիմ մարդ փորձված մարդ հա ցույց տալիս որ անգամ դուրը չեկավ Սամվելի բայց նորից աղոթեց ժողովուրդը խնդրեցին այո անգամ իրան դուր չեկավ բայց որպես հոգեոր առաջնորդ աղոթեց դիրոջ կամքը խնդրել այո Արար չէ ասել ես ինչ եք ասում ինձ փախեք ստեցես ինչ ժողովուրդը այսի մեծ արքանք ուներ Սամվել մարգարեի անտեպ խոնարհության օրինակ է էլի հոգեոր առաջնորդի հենց խոնարհը հենց հոգեոր առաջնորդի բնութագիրն է էլի գոռոզություն չարեց էլի Թե կարող ասենք որ ռելիգիոզնի սիմվոլները թեկուզ Աստվածաշունչը կարա լինի ձեռքիդ դու կարաս եկեղեցի գնաս կարաս լավ քարոզներ լսես բայց սիրտդ կարա հեռու եղնի Աստծուց կարա ու քարոզողն անգամ ինքը կարա վերցնի ծված չի այո կարա դժբախտաբար այո օգտագործես քո անձի վրա դրա համար միայն ոչ թե միայն այն կա որ ճիշտ ֆիլտրը որ մենք հասկանանք որ մենք հարաբերություն ունենք Աստծուի հետ աղոթքն է չէ որներ նույն վայրի մաս այո մեկը կարա նայ այո ասեմ 17-ի 12-ը 7-ի 12-ը 4-ի 1-ը 7-ի 12-ը նույն Աբենեզեր տարածքն է Աբենեզերա կոչվում բայց բնագրում հունարենի կոչվում է բան Անդեի Աբենեզերը ուրիշ է Արտուր եղբայրս բայց Աբենեզերը հա ուրիշ է այդ մեկը այո Էբենեզերը Աստծուն աղոթես
սկզբից պետք է հասկանում եմ ապաշխարել է դրա մասին չեմ ասում, պետք է Աստծուն իմանաս, չէ, իմանաս այն առումով ինքը ոնց է գործում այս աշխարհում, ինքը ինչ ընդհանրապես իր կամքը իմանաս, չէ, որ աղոթես։ Բայց ուրգից կարաս կինալ իր գամքի ինչ է որ աղոթես, սուրբ գրքից։ Մեկ եթե սուրբ գրք չի գարտում, չի ուսումնասիրում, ոնց պիտի գիտա Աստծո գամքի ինչ է, ինչի մասին Աստված ցանկանում է որ այսպես ապրենք, այսպես չանենք, այսպես մտորենք, սուրբ գիրքը մեզ ուղղորդում է։ Նրա համար է որ միշտ հետևյալը մտքերից պետք է բայենք, եթե մեկը սուրբ գիրք չգիտեր, քիչով կամ շատով, Աստծո մասին չգիտեր։ Եթե ես եւ դու սուրբ գիրք չգարտանք, ոնց պիտի գիտնանք ինչու աղոթենք եւ ինչի համար աղոթենք։ Ինչու համար աղոթենք։ Հիմա հա, մի քիչ առաջ ասես, հա։ Կարամ sense հարց պրոստե դակշկիրա դեգուս ուզում ենք գնանք միտեղ ծառայենք ուրիշ երկիր, չէ։ Այնտեղ էլ լավ գործեր կանելու, բայց որտեղ մնում ես, այնտեղ էլ կա լավ գործեր անելու։ Հիմա ստեղ էլ է լավ, այնտեղ էլ է լավ։ Հիմա աղոթում ես, հասկանում ես, որ չգիտեմ ոնց ասեմ։ Աստծո գամքը ինչ է, ուր գնամ։ Հա, ուր գնամ։ Աստվածը խո չի իջնում քեզ ցույց տալի կամ դու պրոստը որոշում ես կատարում, չէ՞։ Ու այդ որոշումը քո պատասխանությունն է։ Չես կարող ասես, «Էդի Աստվածն այնց ասե, ես ստեղ գնամ»։ Շիտակ, բայց Աստված ինքը ուղղորդում է քո որոշումների միջոցով։ Չէ, էլի ասում եք իր կամքն է, բայց հա, քո կամքն է, դու ես որոշել։ Մեղքի պարագայում քո պատասխանությունն է, բայց Աստված ինքը իր նախասահմանությամբ նախախնամում է, որ ինչ որ որոշել են լինի։ Հա։ Դու չես կարող իր որոշումից դուրս։ Հա, դու չես կարող իր որոշումից դուրս գալ, բայց դու այո որոշում ես որ առնում ես, Աստծո գամքի համաձայն առնում ես։ Մինչև այնադեմ որ քո կյանքը Աստծո առաջ իր շնորհով հավատարիմ է։ Ես չեմ ասում լրիվ 100% կատարյալ է։ Մինչև այնադեմ որ քո աղոթներով այդ ուղղորդումով որ դու ակնկալում ես Աստծո նախախնամության համաձայն Աստծո парքին համար է, ոչ թե քո միան ցանկությունների համար է։ Հիմա գինս գիտե մեր Հայաստան լինելը ճիշտ այս քո հարցիդ պատասխանն է։ Մենք ալ այդպեսի, հա? Հա, երկընտրանքի արժև ենք Հայաստան գանք, չենե ուրիշ տեղ մծարայենք Հյուսիսային Ամերիկայում։ Ճիշտ այդ երկընտրանք ունենք նույն ադեն զուգահեռ։ Եվ պատկերացու որ երբեմն օրինակ այդպեսի երկընտրանք չի կա տարիներ։ Երբեմն նույնիսկ կարող է որնակ զորնակ եթե օքեվոր ծառայությամբ ուզում ես ներգրավել միտեղ, ուր պիտի ներգրավես, չկա, հնարավորություն չկա կարելի, Աստված դուր չի բացել։ Նրա համար Արաքյանը ասում է աղոթեք որ դերը դուր բացի, բայց հնարավորությունը էդի ոնց որ Հիմա Աստված ինչպես մեզ ուղղորդեց, հիմա չեմ ուզում մեջը գնալ, բայց ուղղորդեց, վերջը որ այստեղ եկանք եւ Արթուր եղբորս ասի նման, ասացի համեմատ դարբեր իր նախախնամության համաձայն դարբեր գերբերով, դարբեր ծևերով մեզ մի խոսքով հայտնեց այդ առումով, հայտնեց ասելով ոչ թե տեսիլ տեսանք, որ հոսպիտի լինենք, հա, եւ հստակ եղավ մեզ որ Աստված ուր ուզում է, բայց սա հեշտ չէր, այդպես մը չէ որ մի խոսքով կարամ ասել որ օ ես Աստծո հայտնություն ունեցա եւ մի անգամից կարողացա որոշել, ոչ, ժամանակ վերցրեց, հա, կամ որ չես կամ հասկանաս Աստված ինչա որոշել, բայց երբ որ ժամանակը անցնում է հետ հայացքից նայում հասկանում ես որ սա Աստծո որոշումներ եկավ եւ որ մեծիլ կամ որտեղ սխալվեցիր հասկանում ես դա քո։ Հա, դե որ ժամանակը ասում է դա պարզ է, բայց միջև ժամանակ իր սուվերեն կամքն չես կարող այն որ դուք այդ որոշումը կատարում եք, չէ, կան sense օբյեկտիվ կրիտերիաներ, որը մենք հասկանանք, որ այդ որոշումը այդ Աստծո կամքով է, ոչ թե մեր անձի համար է։ Հիմա հասկանալի է, վերցնենք sense օրինակ, եթե մարդ ուզում է թեկուզ, չգիտեմ, չեմ ուզում քննած բանը, դատագրությունը քննարկող խոսանք։ Չէ, ուզում ասեմ, թե կտրում ես։ Չէ, որ վերջացնենք, այո, փոչացնենք։ Ամերիկա ծառայես, այնտեղ ավելի լավ պայմաններ է ապրելու, չէ։ Բայց այդպեսով չի մտած Աստծո գործի նկատմամբ, բայց դու եկել եք ստեղ ավելի դժվար պայմաններ է, այդ առումով Ներ Հայաստան լինելը իր օրդությունը ունի, Ամերիկա կամ Կանադա լինելը իր բանը ունի, իր օրդությունն է խնդիրներն է։ Ընդհակառակ ովիկ երկու պայմանները եւ տեղը ամեն ինչ ավելի հեշտացել եւ քաղցրացել է մարդկանց հավաքելով Ամերիկայում Արթուր եղբայրը պատասխան ունի։ Միշտ պատասխան ունի։ Artur եղբորը պես եղբայր բացանոթացել։ Իհարկե։ Իհարկե։ Հիմա նայ
Այսը խախտը շրջապատն դեկար, որ նստեն իրաց։ Տիգրան եղբայր ջան, ինչ ուզում ես ասել, հիմա Արթուր եղբորը ասացի համացայն ես։ Գնդում։ Շալավ, եղբայրը Կուրեր ջան, մերսի ծեր, շնորհակալություն ծեր ուշադրության համար։ Եթե հարցեր կան, խնդրում եմ, որ հիմա հարցնենք, քոնե 1-2 վերջնական հարցեր, առաջ որ աղոթքով փակենք այսօրվա մեր երկույան ժամը։ Եթե հարցեր կան։ Լա մեր եղբայր քույրերից on-line կամ այստեղի ներկաներից։ Հերթով հարցնում ենք։ Շնորհակալություն հաճելի ու երեկոյի համար, հետաքրքիր հանդիպման համար, ճիշտ է, on-line ձևի է մեր հանդիպումը, բայց շատ հետաքրքիր է։ Հուսամ կստացվի մի հատ մինչև ձեր գնալը ես էլ հանդիպեմ ձեզ։ Սիրով։ Արտուր եղբայրն ասաց, բայց չստացվեց, ես իջնեի։ Չստացվեց Արտուր եղբայր, ինչ ասեմ։ Դե եթե ցանկություն լինի քուրս ասեք, չէ, ասեք, զանգեք, ես համարս կասեմ։ Կամ ձեզ մեքենայով կնոջս հետ վերստեմ, բերեմ։ Գիտեմ Արտուր եղբայր, որ այդպես կանեք, բայց չստացվեց, իրոք չստացվեց։ Իմ գալը չստացվեց, թե ձեր ասելը։ Չէ, գալը, հասկացա, մի օրով եմ եկել, ուզեցի երեխեքի հետ մնալ, ու սենց on-line էլ միանամ, հասկանամ ինչի մասին եք խոսելու, ինչ թեմայա լինելու, հետաքրքիր էր թեման իրոք։ Երբ որ ցանկություն լինի, քուրս դուք միանգամից եթե բանա Viber-ում տեղը կա, կգրեք, կզանգվենք, պայմանավորենք, ձեզ կօգնենք, գանք, բերենք, կտանենք տուն կհասնենք, մի նեղվեք։ Եվ այս դեսաոլովագը արդեն հետո լինքը կդեղատրենք մեր Viber-ի խմբում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ցեզանից էլ։ Մերսի որ ներկա եք։ Շատ լավ, աղոթքով ամբողջացնենք, Վարամ եղբայր ջան, գարաս աղոթել, հա? Աղոթենք։ Կանգնենք։ Մեր հայր, որ երկնքում ես, մենք փառք ենք քեզ տալիս, որ այսօր մեզ տվել ես Տեր Աստված հնարավորություն հավաքվել ստեղ եւ Տեր Աստված նայել քո սուրբ գիրքը, ինչ ես դու այնտեղ խոսացել Տեր Աստված, մերսի որ հույգ եղբայրը մեզ օգնում է, որ մենք ավելի ճիշտ, ավելի խորը հասկանանք քո խոսքը, ինչա քո խոսքի մեջ գրած Տեր Աստված, որ հասկանանք քեզ, ճիշտ հասկանանք, որովհետեւ մենակ քո խոսքով մենք կարող քեզ հասկանանք, ուրիշ չկա։ Մենակ դու արդեն པարզ տվել ես այդ խոսքը, մենք կարող նայենք Տեր Աստված եւ ուշադիր նայենք եւ շնորհակալ եմ Տեր Աստված, որ այսօր մարդիկ մեզ հետ էին, որ դու տվել ես այդ մարդկանց սիրտը ցանկություն, որ մասնակցեն այս իրիգունը, որ կարային ուրիշ ձևով այս իրիգունը օգտագործեին կամ կինո նային կամ ուրիշ բան անեին, բայց դա ճիշտ է, որ մենք այսօր հավաքվել ենք եւ լսում ենք քո խոսքը Տեր Աստված եւ օրնի այս տունը Տեր Աստված, որ մեզ հնարավորություն ես տալի այստեղ հավաքվել Տեր Աստված, փառք քեզ Հիսուսի համար, որ ինքը ծնվել է եւ մեր մեղքերը վերցրել է իր համար, իր վրա Տեր Աստված եւ մենակ Հիսուսի անունով մենք մաքրվում ենք եւ փրկվում ենք։ Փառք քեզ Տեր Աստված եւ թող մեր կյանքը լինի քո դեմ ճիշտ ու մաքուր Տեր Աստված։ Քեզ ենք աղոթե միասին բոլորով եւ շնորհակալ ենք քեզ Տեր։ Ամեն։ Ամեն։